մեր վաշտը այս տրակած մեքենայից 50 մետր հեռավորության վրա դիրք պահել։ Ու այդ հոտի մասին ես չեմ ուզում խոսամ։ Ես չգիտեմ այդ թշնամու դիվերսիոն խմբերից որքանն է ոչնչացվում, որքանն են փախուստի դիմում, ինչևէ, քաղաքը հոկտեմբերի 10-ին ժամը 4-ի 5-ի դեռ մութը չէր ընկել, 4-ի 5-ի դրությամբ հոկտեմբերի 10-ին եղել է մերը։ Հայկական գյուղի բնակչությունը հրաժարվել է տեղավորել զորքին, որը եկել է իրենց փրկելու կամ հանգստանալու, որտեղ էլի իրենց էր փրկելու։ Մի հատ երկաթի կտոր որ լիներ, լրիվ ուրիշ։ Ինչ ես խոսում։ Էդվարդ, բա գինու փառատոն կա, գարեջրի փառատոն կա։ Այն որ ասում են դե լավ, ամեն ինչ անենք խաղաղություն լինի, մեկ է նորից այդ բանը չլինի։ Չի կարելի այդ ոգին կոտրել։ Արհեստականորեն չի կարելի կոտրել, որովհետև այս ազգը էլի նույն ազգն է։ Իսկ այն երեխեքը բեկորայինով ողջ մնացին։ Կոտոյան Օնիկի օրշնակն էր սա։ Այս այա հերոսություն։ Մարմնով իր անգերներին պաշտպանել էր։ Դա պետք է, դա մեր երկրի այցեքարտն է։ Արա ձեր երկրի այցեքարտը դա չի։ Ձեր երկրի այցեքարտը պաշտպանվածությունն է։ Ավտոմատով կանգնում ու գոռում եմ, ասում եմ, թե մեքենան մի մետր անգամ տեղից շարժվի, բոլորիդ կսպանեմ։ Մենք ֆանտաստիկ ժամին մի նայի չենք տեղավորելու մի ժամի մեջ։ Ընկերներ ողջույն, Շաբոյան լաբորատորիան եզրափակում է ջրականի անկումը եռապատումը, այսօր վերջին մասն է, Էդվարդ Համբարձումյանը շարունակելու ենք։ Մեր պատմությունը ավելի հետաքրքիր է լինելու, այնպես որ ոչ միտեղ չհեռանաք, իսկ դուք բաժանորդագրվեք, հավանեք, կիսվեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, համագործակցության համար կարող եք զանգել նշված հեռախոսահամարով եւ նաեւ ալիքին աջակցելու համար կարող եք օգտվել Patreon-ից։ Այսքանը, իսկ մենք սկսում ենք, Էդվարդ, ողջույն։ Ողջույն, Արաս ջան։ Ինչից ենք խոսելու այսօր։ Ինչպես նշեցի նախորդ ջրականի հաղորդման մեջ, այսօր մեր հիմնական խոսակցությունը նվիրելու ենք մեր տղերքին, այսինքն խոսելու ենք 3 լոկալ մարտական գործողությունից, որը իրականացրել ենք մեկը Հադրութում, մյուսը Թոզարանի Խաչմերուկում, որը Ֆիզուլու մեջ է ընկնում, եւ Ղարախանբելի գյուղի մոտակայքում երրորդը։ Այս ամենը նվիրվում է մեր տղաներին, ովքեր իրենց սխրագործություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել, ինչպես նաև այն տղերքին, ովքեր նահատակվել են։ Այսինքն մենք առանձին պատմությունների ենք նաև անդրադառնալու։ Շատ լավ, գնացինք։ Դե ինչ, եկեք սկսենք, ուրեմն դե այս ամեն ինչը դուք տեսել եք արդեն բազմիցս, եկեք տեղափոխվենք Հադրութ։ Լավ, մի քանի դիրք է ստեղծեց ցույց տամ, որպեսզի ճիշտ կողմնորոշվենք։ Ճաճապատոկ, այդպես է կոչվել, ես չեմ հնարել, ինչևէ։ Բերդ, հեռուստաաշտարակ եւ Խուրհատ։ Հեռուստաաշտարակը Խուրհատ սարի մոտակայքում է գտնվում, իդեպ Խուրհատ սարի գործողությունները կարող եք Google-ում նայել, տեսնել, ուսումնասիրել, թե այդտեղ ինչ է կատարվել։ Ուրեմն ամսի 7-ի դրությամբ մենք տեղափոխվել ենք Հադրութ եւ տեղակայվել ենք մի մեծ անձնակազմով տարբեր գումարտակներից Հադրութի դպրոցում։ Մի փոքր մոտեցնեմ։ Սա Հադրութի հայտնի դպրոցն է։ Ասա խնդրում եմ այդ ժամանակ ինչ իրավիճակ էր Հադրութում։ Շատպեսի ժամանակագրությունը ճիշտ պահենք, որովհետև հեռուստադիտողները կհիշեն, որ մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեղեկություն եղավ, որ վերցրել է թշնամին, մենք հետո նորից հետ ենք վերցրել եւ այդպես շարունակ։ Շատ լավ, մեր անձնակազմը եղել է Հադրութում մինչև Հադրութի անկման վերջին օրը, այսինքն եթե Հադրութը ամսի 11-ին պաշտոնական տվյալներով, մեր պաշտոնական տվյալներով եղել է Ադրբեջանում, Ադրբեջանի կազմում, կարելի ասել իր զորամիավորումների վերահսկողության տակ, ապա մենք մինչև ամսի 10-ը այնտեղ ենք եղել, երբ որ կնքվել է զինադադարը։ Չնայած որ Ալիևը իր հորդորում էր, որ ամսի 9-ին արդեն Հադրութում եղել են ադրբեջանական զորքեր, սակայն այդպես չի եղել։ Մենք ամսի 10-ին այնտեղ ենք եղել։ Ինչևէ, ամսի 7-ից մինչև 10-ը մենք եղել ենք Հադրութում, այստեղ վերադառնանք մեր քարտեզին, դպրոցը ցույց տվեցի, սա զորամաս է։ Եվ այս տարածքում անցել ենք ընդհանուր այս քաղաքային տարածքների պաշտպանությանը։ Ցավոք մեր 120 մմ-անոց ականնետի մարտկոցում զոհ ենք ունենում հենց ամսի
7-ին, եթե չեմ սխալվում, Ռաֆայել Օվսեյանի մասին է խոսքը, տղաների բոլոր նկարները կցվելու են, ես նախապես ասեմ, որքան հնարավոր է, որքան կարողացել եմ, որքան իմ հնարավորությունները թույլ են տվել տղաների մասին ինֆորմացիա եմ հավաքել, նկարներ եմ հավաքել, սա, չգիտեմ, իմ ուժերի շրջանակներում սա է եղել, ուրեմն, հոկտեմբերի 7-ին նաև դպրոցում հանդիպում ենք Գնդապետ Ավագյանի հետ, որը տվյալ ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում, 2020 թվականի հուլիս ամսից նշանակվել էր Ջալալ Հարությունյանի, այսինքն Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, կամ եթե չեմ սխալվում, առաջին տեղակալն է եղել հենց, բանակի երկրորդ, ներեցեք, մարտական գծով, այո, իհարկե, պարտադիր, Հովանես Ավագյանի հետ ծանոթացել եմ Վազգեն Սարգսյան համալսարանում, երբ 2019 թվականից 20-ը այնտեղ սովորելուց Հովանես Ավագյանը եղել է Վազգեն Սարգսյան համալսարանի հրանտարի տեղակալը։ Այնտեղ եմ ծանոթացել, աննկարագրելի հերոսական կերպար է եղել, ավելի մանրամասն իր կերպարին կանդրադառնամ, վերադառնանք մեր գործողություններին, ուրեմն, ինչ է ստացվում։ 3 օր այդտեղ մենք զբաղեցնում ենք մեր դիրքերը դպրոցի մատույցներում, դպրոցի մոտակայքում, շինությունների մոտակայքում եւ այսպիսի տեղեկություն է ստացվում, որ հակառակորդի ջոկատները ամենայն հավանականությամբ յարասա են ասում, իրենց այդ չղջիկի լոգոյով ինչ որ սպեցնազ հատուկ նշանակության ջոկատներ են եղել այդտեղ, կարողանում են ներթափանցել Հադրութի Խուրհատ Սարի Բերդ դիրքերի մատույցներ եւ այնտեղից դիվերսիոն գործողություններ են փորձում անել։ Նախ նշեմ, որ այստեղ եթե չեմ սխալվում, Վանք է կոչվում այս գյուղը, որովհետեւ ցավոք եւս մեկ անգամ անունները փոխվել են ադրբեջանական, որքան հիշողությանս մեջ կա կպատմեմ, ավելի ճիշտ վերնագրերը կտամ այդ գյուղերի։ Վանք գյուղից սկսում են այստեղ է տեղակայված, սկսում են ականանետով կրակել դեպի դպրոցում տեղակայված անձնակազմի վրա։ Հակառակորդը նաեւ այդ տարածքից իջնում է ներքև, այս գյուղյանը ցավոք չեմ հիշում։ Եվ այդտեղից նույնպես ականանետի հարվածի տակ է առնում դպրոցի տարածքը, ինչպես նաև հորադիզից ներքև գտնվող, Քյանդ հորադիզից ներքև գտնվող տարածաշրջանից հակառակորդը խոշոր տրամաչափի հրետանով է նույնիսկ կրակում, 152 մմ, 120 մմ, եւ թիրախավորում է նաև բնակչությունը, այնտեղով որքան որ մնացել էր, չնայած մեծամասնությանը բնակչության էվակուացրել էին։ Ուրեմն, ինչ է ստացվում, որ մենք հրաման ենք ստանում, որ պետք է բարձրանանք այդ հրետակոծվող տարածքից, ավելի բարձրադիր դիրքեր զբաղեցնենք, որպեսզի կարողանանք այդ հակառակորդի գյուղեր ներխուժած անձնակազմը գտնենք եւ իրենց ոչնչացնենք, որպեսզի կարողանանք քաղաքը պաշտպանել, ինչը այդպես ստացվում։ Ուրեմն դպրոցից դուրս են գալիս մենք մեր վաշտով, ինչպես նաև մեզ հետ շարժվում է 2-րդ գումարտակի 4-րդ վաշտը եւ 5-րդ վաշտը։ 3 վաշտերով շարժվում ենք դեպի ավելի բարձրադիր վայրեր, որպեսզի այնտեղ դիրքավորվենք եւ այդ մտած անձնակազմին ոչնչացնենք։ Ուրեմն, այստեղից ես հեսա կհրապարակեմ վիդեո եւ մեր ունկնդիրները կարող են տեսնել։ Ուրեմն, եկեք այսպես ցույց տամ։ Երբ որ վիդեոն դիտեք, կտեսնեք, որ վիդեոյում երևում է այս շինությունը, չգիտեմ, սա այստեղ նշվում է դպրոց, բայց չգիտեմ, սա դպրոց է թե ոչ։ Ինչևէ, այդ դպրոցն է երևում, ինչպես նաև երևում է Հադրութի դպրոցի այս անկյունը եւ երևում է այս շինության տանիքը, այս շինության եւ այս շինության։ Այսինքն այնպես չստացվի, որ վիդեոն ուրիշ տեղից է նկարված, ես ասում եմ, որ Հադրութ քաղաքի մեջից է նկարված։ Հադրութ քաղաքի կենտրոնական շրջաններից է սա նկարահանված եւ ամսի 10-ի գործողություններ են։ Երկու շուկա ունի, էկիպաժը կավեր, հենա բանիցի կողքում, էկիպաժը հակավեր, կավեր, հատը եկոլա լավ կալի օգտակով։ Ախեջիմ կիրասենա կիրատիկա հոտեն։ Ինչ իրային տան կամ ասկիրա։ Կայ բարակիմ շաստ։ Հակառակորդը ներխուժում քաղաք, ինչ որ դիվերսիոն գործողություններ է անում, ես սկսում է տները վառել։ Այդ հրդեհն էլ կարող եք տեսնել։ Վիդեոն դիտելուց հետո մենք մեր շարժը շարունակում ենք, այսինքն այստեղ մարդիկ են գտնվել։ Այդ մարդկանց մոտով շարժվում ենք դեպի վեր։ Եվ ինչ է ստացվում։
հրդեհը այս տարածքում է սկսում, այսինքն այս շինությունից մի փոքր ներքև։ Մի տուն այդտեղ են վառում, մի տուն վերևն են վառում, մի տուն եւս ինչ որ 100-200 մետր այնտեղ են վառում, այսինքն սաբոտաժ են փորձում անել, որ միշտ էլ այդպես է եղել, Էրնեստ ջան, որ ավելի փոքր անձնակազմը միշտ տպավորություն է թողել, որ ավելի լուրջ գործողություններ է ինքը կարողանում անել, իրականում չնայած այդպես է, որքան մեծականակ են քո զորքերը, այնքան նրանք ավելի նկատելի են եւ խոցվող։ Ուստի այդ, չգիտեմ, 15, 20, 30 հոգուց բաղկացած մի քանի մասի բաժանված ջոկատները այսպեսի սաբոտաժ են սկսել անել քաղաքում։ Շարժվում ենք վերև ու ամենահետաքրքիր մասերից մեկը։ Հա, նաեւ այստեղ կտեղադրենք նկարներ, թե ինչպիսի տեսք ուներ քաղաքը հրդեհից առաջ եւ ինչպիսի տեսք ուներ հրդեհից հետո։ Եվ կտեսնեք, որ կոնկրետ տնակներ են վառվել։ Ինչու եմ ես այս նկարները ուզում հրապարակել, որ այնպես չստացի, որ Հադրութը եկել շրջափակել են։ Այդպիսի բան չկա։ Հադրութի ուղղությամբ շարժվել են Խուրհատ-Սարի ուղղությամբ, Խուրհատ-Սարից են շարժվել, հերոստաաշտարակի մոտից են շարժվել։ Այսինքն, եթե դուք տեսնեք, որ այս տարածաշրջանում մի գծով են տները այրված, ինչու ներքևի մասում տները այրված չեն, կհասկանաք, որ հարցակումը եւ այդ ներթափանցումը վերին մասից է եղել։ Ես մի հարց ունեմ, դա հնարավոր միակ ճանապարհն էր դիվերսիոն գործողությունների, այսինքն դիվերսիոն ներթափանցման։ Իրականում ոչ, բայց հիմնական գլխավոր Հադրութ մտնելու ճանապարհով, այսինքն Հորադիզից վերև բարձրանալով, իրանք կնկատվեին, տեխնիկայի շարժը կնկատվեր եւ կխոցվեր։ Անտառներով են եկել։ Ես պատահական այդ հարցը չտվեցի, որովհետեւ հնարավոր բոլոր դիվերսիոն ներթափանցման ուղիները հրամանատարական կազմը հաշվի առնում է, չէ՞, եթե ունես պաշտպանության պլան։ Հիմա ինչ գործողություններ էին կատարել մինչև ձեր գալը այնտեղ, այդ հնարավոր գործողությունները կանխելու համար եւ ինչու էին այդպես անարգել, ներխուժել։ Որն էր պատճառը ըստ քեզ։ Այսինքն կսուրամաս կար, կանխավոր զորքեր կային, ինչ էր արել հրամկազմը այդ հնարավոր ներթափանցումները կասեցնելու, կանխելու համար։ Իմ տեղեկություններով Էրնեստ ջան, ստորաբաժանումները տեղակայված էին իրենց դիրքերում, որտեղ որ պետք է իրականացնեն պաշտպանությունը, սակայն ինչպես տեսանք Շուշիի սցենարում, ոչ ականապատված անտառային ճանապարհներով հակառակորդը ինչպես ավետարանոցով տարօրինակ կերպով նշել։ Զարմանալի պատահական։ Իհարկե։ Նույն սցենարը այստեղ է իրականում կատարվել, ուրեմն հակառակորդը անտառային ճանապարհներով է եկել, եւս մեկ անգամ ոչ ականապատված։ Միգուցե տենց թերի ականապատված։ Ինչ է ստացվում։ Անտառային ճանապարհներով եկել է, մտել է 1-2 գյուղ, այդտեղ տեղակայել է ոչ մեծ տրամաչափի 60 կամ 82 մմ-անոց ականանետ ու խուճապի է մատնել զորքը։ Ինչևէ, որpիսի մենք ավելի, այսպես ասեմ, կածանում չհայտնվենք եւ այդ բարձրադիր գյուղերի կրակի տակ մնայինք, մեզ հրաման տվեցին, որpիսի ավելի բարձր դիրք զբաղեցնենք ու փորձենք հակառակորդին գտնել, ոչնչացնել, որ տները վառելով, սաբոտաժի ենթարկելով իմիտացիա չանի, որ Հադրութը վերցրել է։ Ուրեմն, ամենահետաքրքիր պահերից մեկը, այո, նշեցի, նկարները կգցեմ, կտեսնեք, որ կոնկրետ մի ուղղության վրա են տները հրդեհվել, այսինքն չեն եկել շրջափակել, մի ուղղությունից են եկել։ Ուրեմն, այդ ընթացքում նշեմ նաև, որ մենք այնտեղ գտնվող միակ ստորաբաժանումը չէին, Հադրութի եռագույն քարի մոտից մեզ մոտ էին գալիս հատուկ ջոկատայիններ։ Ինչու եմ նշում հատուկ ջոկատայիններ, որովհետև եթե մեզ մոտ ստանդարտ AK-74-ներ էին, այսինքն ստանդարտ վաշտի լրակազմով մեր զենքերն էին, ապա նրանք շատ լավ համալրված էին, հատուկ համազգեստով, զինատեսակներով, դիպուկահարերով խոշոր տրամաչափի, պիկապ ավտոմեքենաներով, գեղեցիկ կամուֆլաժով, չգիտեմ, sense ոնց որ լավ տնից բաց թողնված կերպարներ էին։ Ուրեմն այդ շարժը այդտեղ իրականանում էր, այսինքն Հադրութի եռագույնի քարի մոտից այդ պիկապներ էին գալիս մտնում քաղաք։ Շարժ կար, այսինքն այնպես չի մեր անձնակազմը դուրս եկավ, քաղաքը դատարկ էր մնացել։ Ոչ, այնտեղ անձնակազմ կար։ Ուրեմն հատուկ ջոկատայինները իրենց պիկապներով էս դեղին գծով որ տեսնում եք, շարժվում են դեպի քաղաքի կենտրոն, որպեսզի այդ սաբոտաժը կարողանան կանգնեցնել։ Ուրեմն մենք մի փոքր բարձրանալով վերև այստեղ կտեսնեք, որ տեղադիրքը ավելի բարձր է քաղաքի։ Այս հատվածում կոնկրետ տեղը չեմ կարող ցույց տալ, բայց ջրի չաներ կային։ Այսինքն զորքը մի պահ կանգ առեմ տալիս, որպեսզի տղերքը արագ լվացվեն, ջուր խմեն եւ այստեղ արդեն մեր դիրքավորվենք այս անտառային կածանում ու ինչ եմ նկատում, որ մի 600-500 մետր հեռավորության վրա դե իհարկե շատ դժվար է հասկանալ դա յուրային զորքեր են թե հակառակորդ, անձնակազմ եմ տեսնում, որը շատ տարօրինակ շարժու ձև ուներ։
Դե իհարկե կասկածներ եմ ունում, ես մտածեցի, որ պետք չէր սկզբից կրակ բացել իրենց վրա, կասկածներ եմ մոտս առաջանում, այդ մոտս կորդի խոշորացուցիչ պրիցել կար, այդ պրիցելով եմ նայում ու հասկանում, որ սա բացարձակապես մեր համազգեստը չէ։ Իհարկե նմանություն կար, բայց զինվորների մեծամասնությունը ինչ որ սպայական սաղավարտներով էին։ Սաղավարտ։ Ահա, ուրեմն ինչ է ստացվում։ Այդ ջոկատը հիմա ցույց տամ, որտեղ ենք նկատել։ Մոտ մի 500-600 մետր հեռավորության վրա էստեղ է գտնվում։ Ու այս դիվերսիոն խումբը, երբ որ նկատում ենք, մեզ թվում է, որ դիվերսիոն խումբը մոտ 12-ից 15 հոգուց է բաղկացած լինում։ Ամենայն հավանականությամբ, նախքան որ մենք կբարձրանանք այդ անտառային կածան դիրքեր զբաղեցնելու, այս դիվերսիոն խումբը կարողացել է այդ գյուղերից իջնի ու բարձրանա վերև։ Այսինքն նրանք Հադրութի, եթե Հադրութին, չգիտեմ, քարտեզի վերևից նայենք եւ ասենք, որ արևելյան մասից են եկել, ստացվում որ ուզում էին իջնել արևմտյան մաս եւ շրջափակել քաղաքը։ Ամենայն հավանականությամբ մինչեւ մեր այդտեղ բարձրանալը ինչ որ մի կերպ կարողացել էին սողոսկել։ Ուրեմն այդպես մեզ էլ են տեսնում, իրանք էլ կասկածներով, չգիտեմ, արդյոք յուրային ենք թե ոչ, ինչեւ է, կրակ է բացվում մեր ուղղությամբ։ 1-2 հոգի սկսում են կրակել, տղերքին հրաման եմ տալիս, որ արագ շուտ պահկվեք անտառի այդ ծառերի ջուղերի մոտ, որպեսզի հանկարծ զոհեր կամ վիրավորներ չունենանք։ Այդտեղ նաև գտնվում է իմ լավ սերժանտներից մեկը Արմենը Բարսամյան, այդ պահին հենց այդտեղ է կողքս է, ու ես Արմենի հետ կրակ եմ բացում։ Այսինքն հանդիպակաց կրակ է սկսում հակառակորդի հետ։ Քանի որ մենք քանակապես գերազանցում էինք հակառակորդին, ինքը հասկացավ, որ մեզ հետ երևի պետք չէ կրակը շարունակել, եւ երբ որ հակառակորդին հանդիպակաց կրակ ենք բացում, որոշները մնում են իրենց տեղերում հավերժ, իսկ որոշները կարող են փախուստի դիմել։ Հակառակորդը քարտեզով եթե ցույց տամ, շարժում է մոտավորապես մի 100-200 մետր վերև ավելի սաղարթախիտ անտառների կողմ, որպեսզի այնտեղ կարողանա պահկվել։ Ու ստացվում է, որ նա ավելի բարձր դիրք է զբաղեցնում, քան թե որ մենք այդտեղ կայինք։ Նաև այդ մի քանի հոգուց 10-15 հոգուց բաղկացած անձնակազմը բաժանվում է երկու մասի, կոպիտ ասած կրակով ոնց որ կիսում ենք իրանց։ Մի մասը ձախ է շարժվում, մի մասը դեպի աջ է շարժվում։ Այսինքն մի բլուր է իրենց բաժանում։ Որպեսզի այս անձնակազմն էլ կարողանանք կանգնեցնել ոչ միայն այն կեսը 7 հոգանոց, այլ նաև այն մյուս մասը, որը բլուրից ներքև էր իջնելու եւ կարողանալու էր մտնել քաղաք արդեն այդ հատվածում, չգիտեմ, երևի սաբոտաժ աներ կամ եւս մեկ անգամ հրդեհներ սկսեր, որոշում ենք ավելի բարձրանալ, որովհետեւ ուղիղ կրակի տակ էինք, վերևից մեզ վրա աշխատում էին։ Ինչպես նաև այս հատվածում մի հատ շատ լավ դիպուկահար ունեինք, ու շատ լավը ճակերտների մեջ։ Ուրեմն նրա մոտ կար 8.6 մմ-անոց 338 լապուա մագնում է կոչվում, շատ լավ դիպուկահար հրացան է, Օրսիս 5000 է կոչվում, մեր զորամասի լավագույն դիպուկահարներից էր։ Ինչն է ամենահետաքրքիրը, այդ տղային տեսնում եմ ճանաչում, ասում եմ շուտ արա, դիպուկահարդ վերցրա, արի սրանց վրա աշխատենք, վերևից են աշխատում, մեզ համար դժվար է նախ իրանց կողմ բարձրանալը, երկրորդ հերթին էլ ներքևից վերև աշխատելը շատ բարդ է։ Շուտ դիպուկահարդ վերցրա ու ինչ եմ ես այնտեղ տեսնում, դիպուկահարը անհետացել է, դիպուկահար հրացանը։ Իր մոտ հայտնվել էր AKM, քանի որ ավելի թեթև էր քաշով։ Իսկ որտեղից էր անհետացել։ Կորել էր ճանապարհին երևի, այդպես ասեմ։ Այսինքն ինչ է ստացվում, Էրնեստ ջան, այսպիսի դրվագների ես չեմ ուզում շատ անդրադառնալ։ Պատերազմի ընթացքում, ամբողջ ընթացքում, եթե վաշտում լրակազմով կա 9 PK գնդացիր եւ 6 ձեռքի հակատանկային նռնական այդ RPG-7, ապա շատ դեպքեր էին լինում, որ ինչ որ մեկի մոտից զենքի ծանր լինելու պատճառով դա կորում էր, հասկանում եք, այսպիսի դրվագներին շատ չանդրադառնամ, ինչևէ, նույն կերպով էլ երևի այս մեր դիպուկահարի մոտից էր անհետացել զենքը, բայց տեսեք, սա կրակի ճնշման միջոց չէ, սա RPK չէ, սա AK չէ, նույնիսկ լավ PK-էլ չասեմ, սա դիպուկահար հրացան է, որ դու կարող ես մեծ դիստանցիայի վրա խնդիր լուծել։ Այսինքն սրա կորուստը իրոք ճակատագրական կարող է լինել քո անձնակազմի համար։ Ինչ ասեմ, ավելացնելու բան չունեմ։ Մի երկու խոսք ասում եմ, չգիտեմ, երևի մինչև հիմա կհիշի այդ խոսքերս, միգուցե ոչ, չգիտեմ։ Ու շարժվում ենք դեպի վերև, որպեսզի այդ կրակի տակ չմնանք։ Ու շնորհակալություն դիպուկահարին, որ չկարողացավ մեզ օգնություն ցույց տալ իր զենքով։ Հակառակորդը տեսնում է, որ մենք շարժվում ենք դեպի ավելի բարձր դիրքեր ու այդ անտառային տարածքից, որ այդ կես մասը բաժանվել էր, եւս սկսում է վերևից կրակել։ 1-2 վիրավոր ենք ունենում, իհարկե մեր անձնակազմից չէ, մեր յուրային զորքերից, այլ անձնակազմներից,
ու այդ պիկապները, որ հադրութի երագույնի մոտից հատուկ ջոկատայինների իջնում էին, որոշներին կարողանում ենք կանգնացնել, ես եւ մեր լավագույն զինվորներից մեկը Խուրշուդյան Սենիկը մի քանի զինվորների օգնությամբ կարողանում ենք այդ վիրավորներին տեղավորել ու այդ պիկապներով հետ բարձրացնել, որովհետեւ եթե մնայինք կրակի տակ, ավելի շատ մարդեր վիրավորվելու ու այն վիրավորվածները հնարավոր է զոհվեին։ Այսինքն իրանց հնարավոր չէր այդպես մարտի դաշտում, երբ որ վերևից վրա աշխատում են բուժօգնություն ցույց տալ։ Բարձրանում ենք Հադրութի Եռագույն քարի մոտ, որտեղ եւս մեր յուրային զորքերն են, այնտեղ մեր հատուկ ջոկատայիններն են, ոստիկանական զորքեր կան նաեւ մոտակայքում, որոնք որ դիպուկահարներով, իրենց պեկագնդացիներով կրակ են վարում սրանց վրա։ Մենք էլ միանում ենք այդ անձնակազմին եւ հատկապես այս մարտի մեջ աչք են ընկնում եւս մեկ անգամ Սենիկ Խուրշուդյանը, Տիգրան Նազարյանը, մեր ֆելդշերը, այսինքն բուժակը, եւ կարողանում ենք այդ մի քանի հոգով հակառակորդին ճնշել, այդ մի քանի հոգուն այդտեղ այնպես ենք անում, որ մնա իր դիրքերում հավերժ։ Ճնշում ենք, կարողանում ենք սրանց քշել արդեն ավելի ներքև եւ Ծակուրի ուղությունից, Ծակուրին իդեպ Հադրութից վերև գտնվող գյուղ է, այդ ուղությունից եւս հատուկ ջոկատայիններ են մոտենում։ Այսինքն ինչ է ստացվում, այս տարածաշրջանում բավականին շատ զորքեր կային կուտակված։ Այսինքն այս 2, 3, 4 թեկուզ թող լինի դիվերսիոն խմբերը բացարձակապես շանս չունեն այս քանակի հատուկ ջոկատայինների կամ ոստիկանական իհարկե մեր զորքի մասին հենց այդ Եռագույն քարի մոտ ես այստեղ նկար կհրապարակեմ այդ ամեն ինչը կտեսնեք այդտեղ նույնիսկ այն Սիմեոն Պեգովը կար War Gonzo-ի լրագրողը այդ ամեն ինչի ականատեսը ինքն էլ է եղել ուրեմն այս մի քանի հոգուն կարողանում ենք ճնշել այս Սիմեոն Պեգովին էլ եմ այստեղ նշել Եվ այդ պահին մի 10-15 րոպե հետո, երբ որ այդ հակառակորդին ճնշում ենք, նկատում ենք նաև Գնդապետ Ավագյանին, մեզ քաչ հայտնի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալին։ Տեսնում ենք իրեն, ինքը գալիս է անձամբ հարցնում է, ասում է ո՞նց եք դուրս եկել, որտեղից եք տեսել, ինչ արեցին, ո՞նց կրակեցին ձեր վրա, որտեղ են։ Հատիկ մատով ցույց եմ տալիս, թե որտեղ եմ տեսել հակառակորդ, որտեղից է հնարավոր շարժ եղել, ինչպես են փորձել ներթափանցել եւ Ավագյան Հովանեսը, Գնդապետ Ավագյանը անձամբ ավտոմատը ձեռքին, իդեպ նշեմ, որ նա գեներալի հաստիքի էր նստած, այսինքն ինչպես բանակում ընդունված է գեներալները եւ մեծ պաշտոնյաները պետք է բունկերում նստեն տակ-տակ, բայց Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը ու փոխնախարար պաշտոնով մարդը ավտոմատը ձեռքին հավասար զինվորների հետ ու հատուկ ջոկատայինների հետ կռիվ էր տալիս Հատիկ մատորով ցույց տվեցու այդ զորակը ոտքով հատուկ ջոկատայինների հետ իջավ։ Ինչ է ստացվում։ Հատուկ ջոկատայինների հետ իջնում են, մենք այդ ամեն ինչին ականատես ենք եղել ու մեծ մարտ է սկսվում։ Ես չգիտեմ այդ թշնամու դիվերսիոն խմբերից որքանն է ոչնչացվում, որքանն են փախուստի դիմում, ինչևէ, քաղաքը հոկտեմբերի 10-ին ժամը 4-ի 5-ի դեռ մութը չէր ընկել 4-ի 5-ի դրությամբ հոկտեմբերի 10-ին եղել է մերը այսինքն արի նորից հոկտեմբերի 10-ը պաշտոնական չէ հոկտեմբերի 9-ը եթե չեմ սխալվում եթե սխալվում եմ սխալվում ես նայած ինչ ես ասում հոկտեմբերի 9-ը ադրբեջանցին է խողովակներով որ օրը հայտարարեցին որ հադրութն ընկել է հոկտեմբերի 11 11-ին Նայ, այսպես ասեմ, նայ, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանը ասում է, որ քաղաքը իրենցն է, բայց ես հոկտեմբերի 10-ին Ես էստեղ Ադրբեջանը նկատի ունեի։ Հոկտեմբերի 9-ին է ասում։ Հոկտեմբերի 9-ին։ Բայց մենք էստեղ ենք։ Դուք դեռ այդտեղ եք։ Հոկտեմբերի 10-ին առավոտից սկսած մինչև ժամը 2:30 ենք շարժ արել, այս ամեն ինչը ժամ-ժամուկես է տևել։ Հայկական լրատվական, то есть, այսինքն պաշտոնական տեղեկատվությամբ հոկտեմբերի 11-ն էր Հադրութի ընկնելու օրը։ Այո։ Հիմա խնդրում եմ պարզաբանիր։ Առնվազն 2 անգամ եղավ տեղեկատվություն, որ Հադրութը ճշնամին վերցրել է եւ մենք նորից մաքրել ենք։ Այդ որ օրն է այդ մոտավորապես։ Ես չեմ կարող ասել ինչ անձնակազմներ են մաքրել, բայց Հովան ես հիշում եմ կադրեր կային Հադրութի քաղաքապետներ կռվել, իրավունք ձեռք դպրոցից կհապում էր, հիշում եմ շատ լավ այդ կադրերը։ Ինչ որ մի բան չի դասավորվում հասկանում ես։ Հոկտեմբերի 10 ժամը 5 Գնդապետ Ավագյան հատուկ ջոկատայիններով հայկական յուրային զորքերը բավականին լավ զինված, պրոֆեսիոնալ
Քաղաքը մաքրում են։ Հիմա խնդրում եմ մի հատ ուրիշ հարց եմ տալիս։ Բոլոր բաց լրատվականներում կա, եթե չեմ սխալվում, news.am-ում էլ այդ տեսանյութը, երբ Արցախի այն ժամանակվա նախագահը Արայք Հարությունյանը իդեպ ես տեսել եմ նաև քեզ այդ զինվորական շրջանում, այնտեղ մոբից կային ենթադրում եմ մարդիկ, ոստիկանական զորքեր էլ կային։ Արայք Հարությունյանը շնորհակալություն է հայտնում, մեռնեմ ձեր ջանին, ձեր ցավը տանին, քաղաքը մաքրել եք, շնորհակալություն ձեր ծառայության համար, գնացեք մի 2-3 օր հանգստացեք, նորից վերադարձեք ձեր ծառայությանը։ Այդ որ օրն է եղել։ Հոկտեմբերի 10-ին։ Օպա, ժամը 5:10։ Ուրեմն ասածես բան։ Հովանես Սավակյանը անձնակազմով իջնում է ներքև եւ մեր մի քանի մարտիկները, որոնք որ մի փոքր կտրվել էինք մեր վաշտից, ասում է բարձրացի վաշտիդ միացի։ Հադրութի Եռագույն քարից մինչև այդտեղ կիլոմետր չի լինի, որտեղ որ հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ, Արցախի նախագահի։ Այդ վիդեոն էլ հեսա հիմա կհրապարակենք։ Եվ ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, իրականը մարդու ձեզանով հետաքրքիր։ Մենք պայքարել ենք 10 Եվ ուզում եմ այդ հաղթանակի հասցեատերը ժողովուրդն է, բայց կերտողը դուք եք եղել։ Ուզում եմ մի քիչ գնաք, կարտուրվեք, կարգավորվեք, շարունակեք ձեր ծառայությունը։ Ես ուղղակի խոնարհում եմ ձեր բոլորիդ առաջ։ Ձեր ցավը տանեք։ Դավիթ։ Մենք ականատես ենք լինում, որ հակառակորդի, չգիտեմ քանի տոկոսը, ինչևէ, գործողություն է արվում եւ հակառակորդի դիվերսիոն խմբերը ոչնչացվում են։ Հետո, երբ որ մենք արդեն պատերազմից հետո գալիս ենք Հայաստան, մենք իմանում ենք, որ հոկտեմբերի 10-ին զինադադար է կնքվել ինչ-որ ֆորմալ Ռուսաստանի միջնորդությամբ։ Հիմա ինչ է ստացվում։ Զինադադարը կնքվել է եւ հետո ամսի 11-ին քաղաքը էլ մերը չի եղել։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել վերադաս հրանտարությունից ով է ասել, ինչ է ասել, ոնց է ասել, ոչնչացրել են ամբողջական այդ դիվերսիոն խմբերը թե չէ, բայց հոկտեմբերի 10-ի 5-ի, 6-ի ստացվում է Արայք Հարությունյանի հետ հանդիպել եք ամսի 10-ին, հոկտեմբերի։ Հոկտեմբերի 10-ին նա ձեզ շնորհակալություն է հայտնել ծառայության համար, քաղաքը մաքրելու համար, ճիշտ եմ։ Այո։ Դուք ուր եք գնացել դրանից հետո։ Ձեզ ասում եմ գնացել։ Մեջ, եթե եւս մեկ անգամ ուշադիր նայեք կադրերով, դե մեր զորքը շատ էր ֆիզիկապես հյուծվել, որովհետեւ մենք ջրականից դե պատկերացրեք այդ ճանապարհը մենք շատ ենք ֆիզիկապես հյուծվել, որտեղ ոտքերով քայլել։ Դուք մաքրեցիք, հիմա ասեց գերագույն։ Գնացեք հանգստացեք։ Գնացեք։ Ֆոնի վրա Ազոխ գյուղ։ Ազոխ։ Ինչքան է հեռու։ 15-20։ Հադրութից դուրս եք եկել։ Հադրութից դուրս ենք եկել։ Ինչ ուժեր են մնացել Հադրութում։ Ոստիկանական զորքեր, հատուկ ջոկատայիններ, Սիմեոն Պեգով, կանոնավոր զորքերից բացի, այսինքն այնտեղ զորամաս չկար։ Զորամաս կար, բայց հա, զորամասը չգիտեմ ճիշտն ասած։ Լավ, ընդունեք զորամասից էլ են մնացել, նաև եղել են հատուկ ջոկատայիններ։ Նաև ոստիկանական։ Այսինքն դուք գնում եք Այնտեղ շարունակաբար մեքենաներ են մտնում մեզանից հետո։ Ամսի 11-ին ասում են քաղաքը տվել են։ Քաղաքը տված է։ Բայց իրականում տված էր։ Չգիտեմ։ Չեմ կարող տեղավորել։ Ես որ կարողանամ, ես էլ ուրախ հանգիստ գիշերները կքնեմ։ Ուրեմն, այդտեղ ֆոնի վրա վիդեոյի դեղին ավտոբուսներ կային Hyundai, եթե չեմ սխալվում։ Որպեսզի զորքը մարտերից ու այդ հոգնած վիճակից ու վիրավորներից հետո մի փոքր հանգստանա, մեզ մտնում են այդ մեքենաները ու 5-րդ, 4-րդ ու 6-րդ վաշտերը երկրորդ գումարտակի տանում են Ազոխ։ Ավտոբուսով։ Ավտոբուսով։ Ճանապարհներին պատերազմի ընթացքում մարտական գործողություն ակտիվ ֆազայում Hyundai դեղին այն այդ ավտոբուսներով մարտական գործողություն կատարած անձնակազմին ասում են նստեք ավտոբուսը յալլա։ Դե Էրնեստ ջան, ուրիշ միջոց չկար, միգուցե ես հիմա չեմ արդարացնում, բայց ասածս այն է, որ քո միջոցները էդ էր, դու Урալ ունեիր, դու ավտոբուս ունեիր, միգուցե որ այդ տարածքում մեր հակաօդային պաշտպանության միջոցներն են աշխատում, տոռերը, միգուցե դեռ պլյուս-մինուս տարածքը ապահով էր համարվում, չնայած Ազոխ գյուղի ճանապարհին մենք լիքը տրակած տեխնիկա ենք տեսել։ Ինչևէ, դա երկրորդական։ Բախտի բերմամբ մենք մեզ ոչինչ չեղավ, տարան դրեցին Ազոխում,
քնեցինք, հաց կերանք, հանգստացանք, չնայած Ուրցան արտնասանք, տեսանք ադրութը չկա։ ադրութը չկա։ Հա, մի լավ դրվագել եմ ուզում պատմել, ոչ ոքի չեմ ուզում մատնանշել լավն են, վատն են, բայց երբ որ գյուղի մոտենում էինք, հարցրեցինք, ասացինք, խնդրում կասեք, դպրոց, մանկապարտեզ, ինչպիսի շինություն կա, որպեսզի մենք կարողանանք այնտեղ տեղակայվել, զորք է, էլի, ԱԹՍ-ների տակ ենք։ Ոչ մեկ գյուղում մանկապարտեզի տեղը չգիտեր։ Ասացինք լավ, մանկապարտեզի տեղը չգիտեք, դպրոցի տեղն էլ չգիտեք։ Այսինքն ոչ մեկ նկատի ունեցում բնակիչների։ Բնակիչներից։ Ինչ ասեմ։ Կոնտրաստը տես։ Բնակիչները չտեղավորեցին զորքը։ Հրաժարվեցին սկզբից տեղավորել զորքը։ Հարցրեցինք մանկապարտեզ չունեք, իսկ դպրոց ունեք, դպրոցի տեղն էլ Իսկ չգիտեք։ տուն ունեք։ Տուն ունեին։ Ես ուզում ճիշտ հասկանանք, հարգելի հետևորդներ, ամենևին հաղորդման նպատակը քննադատելը չի, բայց մենք 30 տարի, ես անդադ նշում եմ այդ 30 տարի, որովհետև 30 տարի ոչ ոք ղեկավար անձնակազմից, պետության, բանակի չունեցավ համարձակություն կանգնել հայելու առաջ եւ հայկական հայելու առաջ եւ ասել մեր թերությունները ու գնալ այդ համարձակ քայլերով այդ թերությունները շտկելուն։ Հիմա ինչ է ստացվում։ Հերթական անգամ մենք խոսում ենք մի սինդրոմից։ Այո։ Երբ հայկական գյուղի բնակչությունը մարդը եղել է ներկա, հայկական գյուղի բնակչությունը հրաժարվել է տեղավորել զորքին, որը եկել է իրենց փրկելու կամ հանգստանալու, որտեղ էլի իրենց էր փրկելու։ Բայց արդյունքում ժապավենով հանգիստ թողել են իրենց տները, դուրս են եկել, որպեսզի թշնամին գա տեղավորվի։ Էրնեստ ջան, մենք չկռվեցինք, մենք փախանք, այս արտահայտություններն եմ ես մատնանշում։ Հասկանում եք, այն բնակչությունը, որը որ այնտեղից տեղահանվել է, եկել է այստեղ, ես լիքը Ղարաբաղից ընկերներ ունեմ, հարազատ մարդիկ ունեմ այնտեղ շատ մոտիկ, բայց կոնտրաստը տես։ Երբ որ գյուղի բնակչության մեծամասնությունը չգիտի դպրոցը որտեղ է, մանկապարտեզը որտեղ է, ու տենց չի ուզում լուրջ վերաբերվել մեր զորքին, կոնտրաստը տես։ Մի մարդ գյուղացի, այդտեղից մեզ բերում է սնունդ, պատրաստ է տանել զինվորներ այդտեղից լողացնել, հասկանում ես կոնտրաստը։ Դե այս նրա մասին եմ էլի ասում։ Ես քանի որ շոշափեցին այդ թեման, մի շատ կարևոր բան ասեմ ու անցնեմ առաջ, մենք շատ շնորհակալ ենք, իհարկե շարունակեք ակտիվ մեկնաբանություններ գրել, բայց կան նաև մարդիկ, դժվար է իրենց մարդ ասել, որովհետև նույնիսկ նորմալ օգտատիրոջ անուն չկա, հասկանալի է թե ինչ խնդիր են կատարում, այնուամենայնիվ իմ պոդքասթը, իմ շարքը, իմ ալիքը ոչ մեկին չի պատկանում, ոչ մեկի դուդուկի տակ չի պարում, ոչ մեկի ասեղը չի թելում, կլինեն իշխանություններ, կլինեն ընդդիմություն, կլինեն չգիտեմ ինչ ուժ եւ այլն եւ այլն։ Չփորձեք փնտրել ոչ մի աստար եւ ինչու եմ այս ամենը ասում, որովհետեւ անդադ մեկնաբանություններ լինում է սրան պաշտպանեցին, են մեկնասպա դու իշխանությունը պաշտպանեցին, մեկնասպա իշխանությունը արդարացիր։ Ոչ։ Ես ոչ մեկին չեմ արդարացնում, ես արդարացնում եմ հայ զինվորին։ Ոչ թե արդարացնում եմ, ես Էդուարդի հետ փառաբանում եմ հայ զինվորին եւ հայ այն սպային, որ իր ամենաթանկն է դրել։ Եվ նշում ենք մենք միասին բոլոր այն թերությունները, որոնք ունեցել ենք ու որոնց պատճառով հայտնվել ենք այս վիճակում։ Որովհետեւ ես շատ կարևոր բան եմ իմը ասելու։ Պարտվեց բանակը։ Մենք գիտենք ինչ է նշանակում պարտիզանական պատերազմ։ Եվ մենք գիտենք ինչ է նշանակում այդ ռելիեֆում այդ պարտիզանական պատերազմը վարել։ Բնակչությունը ինչ էր անում։ Մի փոքրիկ գազա Իսրայելը չի կարողանում ամբողջ իր ռազմական ռեսուրսով վերացնել։ Իսկ ինչ արեց բնակչությունը, ես խնդրում եմ նորից այդտեղ ոչ մի աստար չտակ այս ամենին, սիրուն հանձնեցին դուրս եկան, բռնեցին ինչը գաղթի ճամփան։ Ինձ կհիշեցնես, խնդրում եմ, ես քեզ չընդհատեմ, շատ կարևոր բան եմ ասել ու օրեր առաջ ինձ հետ տեղի ունեցավ այդ գաղթականի հետ կապված։ Մենք այդ մասին կխոսենք։ Շատ լավ։ Ուրեմն մի այսպիսի մեկնաբանություն անեմ, Էրնեստ ջան։ Մի քանի փախածի, մի քանի սրիկայի պատճառով չի կարելի պախարակել ամբողջ բանակը։ Մի քանի անհայրենիքի, մի քանի, չգիտեմ ինչ անուններով ասեմ, մի քանի հոգու պատճառով չի կարելի պիտակավորել, որ հանձնեցին, որ գյուղը վատն էր, ղարաբաղցիները վատն են, աբարանցիքը տենց չի։ Սա մեր սխալներն են։ Սա մեր ամենօրյա կյանքն է։ Այսինքն եթե մենք սրա հետ հաշվի չնստենք, մենք այդպես շարունակելու ենք ամբողջ կյանք, այս ամեն ինչը։ Բայց սա արի խոստովանենք, որ նույն այդ ժողովուրդը, այդ հերոսական ժողովուրդը Արցախի 90-ականներին իսկապես մնացին կռվեցին։ Նաև զոհ դարձան տեղեկատվական պատերազմ։ Ու սա նաև իշխանությունների
մեղավորությունն է, այդ քաոս տարածելը, այդ չէ, պանիկա տարածելը եւ այլն, քանի որ մարդիկ չգիտեն, սա 90-ականները չի, սա բոլորովին այլ դա։ Այսինքն 1-2 ադրբեջանցի կարող են հանգիստ մտնել գյուղ, ասել ժողովուրդ ջան, ծախածա դուրս եկեք, ի՞նչ պիտի անի ժողովուրդը։ Չէ, տեղյակ չի։ Բահերով հոկռիվ չի անելու, չգիտեմ։ Այսինքն խորքային է, ստեղ ուղղակի վերցնել բեռը գցել Արցախի ժողովրդի վրա միայն, հետո գցել բանակի վրա, հետո այսպես չի կարելի։ Սա մի գլոբալ կոմպլեքս լուծում է, որի պատասխանատուն եղել են իշխանությունները, Արցախի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, բարձրագույն ղեկավարությունը բանակի, նրանք ովքեր պատասխանատու են, ճիշտ եմ ասում։ Չէ, մեղավոր են զինվորները, բայց մատնանշվում են զինվորները, մատնանշվում են սպաները։ Դրա համար եմ ասում, մի քանի հոգու կամ չգիտեմ, մի 10 հոգու պատճառով չի կարելի պախարակել բանակի անուն։ Փախածներից էլ կարող ենք խոսել, պահկվածներից էլ կարող ենք խոսել, մեդալ ստացած ուղակի ականի վրա պայթածներից էլ կարող ենք խոսել, սխրագործություն անող տեղուց էլ կարող եմ խոսելու, հեսա կխոսեմ, բայց դա չի բանակը։ Ինչի սովետական միության մեջ քիչ էին դավաճանները, հերո չգնանք նույն հիմա պատերազմ արինայինք, նույն իրանական բանակում, ինչքան շատ են, բայց դնել ու սա անընդհատ ասել։ Հիշի սովետական միության ժամանակ ինչ լեգենդներ էին, ասենք, Մատրոսովի մասին հնարում, Յուրան Ավետիսյան եւ այլն, այսինքն դեպքեր, որոնք ավելի բարձրացնում են մարտական ոգին։ Այո։ Լավ, Էրնեստ ջան, այստեղ շատ անելիք ունենք, մի փոքր չշեղվենք թեմայից։ Ուրեմն Արայիկ Հարությունյանի հետ, այսա վիդեոն, որ ցույց տվեցինք, այստեղ ենք հանդիպել ու այդպես գնացել ենք Ազոխ։ Հաջորդ գործողությունը, որը ձեզ կուզեի ցույց տալ, դա ամենացավոտ դրվագներից մեկն է այս հաղորդման, որովհետև այդտեղ ունեցել ենք բավականին մեծ կորուստներ։ Ուրեմն հոկտեմբերի 13-ին, այս դրվագն եմ ուզում ձեզ ցույց տալ, մենք արդեն գտնվել ենք Հորադիզի ճանապարհի վրա, այսինքն 4-րդ ԹՀԿ-ում, դա ջրականի բարձր դիրքերն են։ 4-րդ ԹՀԿ-ի ուղղությամբ ենք գալիս, մեր մեքենան գալիսը տեղակայվում է թփի մոտ, այդտեղ մոտս նշել եմ ղազախական դանակ։ Ուրեմն պատերազմից առաջ հայրս ինձ Ղազախստանից դանակ էր բերել նվիրել ու ես դա միշտ մոտս պահում էի։ Ուրեմն գալիս ենք մեքենայով կանգնում ենք, ամբողջ Ուրալը լցված է մոբով եւ իմ զինվորներով եւ հիշում եմ, որ դուռը լավ չէր փակվում, ավելի այդ պոչի պարանով կապել էի դուռը։ Այդպես փորձում հարցակել չի ստացվում, որոշում որ լավ դանակով կտրեմ, ոչինչ, հետո մի բան կանեմ։ Դանակով կտրում եմ, մոտենում եմ ավտոմեքենային բորտը, որպեսզի բացեմ, որ երեխեքը հեշտ կարողանան իջնել, որովհետև ամբողջ մեքենան ծանրաբեռնված է անձնակազմով, զինամթերքով, բահերով եւ զինամթերքի արկղներով։ Ձեռքս դնում եմ բորտին, ու մետր հեռավորության վրա չեմ էլ հասցնում։ Ավտոմեքենան պայթում է Ուրալը։ Ու այստեղ էսա վիդեոն ձեզ ցույց տամ։ Դու տեղ ես վիրավորվել ենթադրում եմ։ Ես վերջի կադրը մեքենայի այդ անվադողերն եմ հիշում։ Ձայնը լսեցի, չգիտեմ, ես չեմ կարծում, որ դա ԱԹՍ է, շատ փոքր էր ԱԹՍ-ի համար, բայց վիդեոն, որ ուշադիր նայենք, կտեսնենք, որ արկ է, այսինքն օդից ղեկավարվող արկ է, որը ճշգրիտ լազերի ուղղությամբ է գալիս։ Մեքենան եկել է կանգնել է, ինքը չէր ուզում շարժման ընթացքում մեզ խփեր, եկավ կանգնեց, հենց հասկացավ ուզում ենք անձնակազմը իջացնենք, շուտ ոչնչացրեց։ Մի քանի րոպե հետո երբ աչքերս բացեցի, շպրտվել էի մեքենայից այն կողմ, այդ դժոխային կադրերի մեջ տեսա, որ շատ վատ է իրավիճակը, երեխեքի մեծամասնությունը շոկի մեջ, զոհեր ունեինք, վառվում էր մեքենան, ամբողջ արկղերի մեջից այդ RPG-ի սնարյադները, գրանատները, պուլեմետի փամփուշտները կրակում են, սալյուտները, ահավոր էր դա, վազելով եկա մեքենայի մոտ ու այնպիսի դրվագներ էր, Էրնեստ, որ երեխեքն էլ լացում են, իրանց ընկերներն են իրանց աչքի դեմը վառվում,
Այնպես է եղել, որ ավտոմատը երեխեքի վրա եմ պահել, ասել եմ մի հատ սթափվեք, ում կարանք հանենք, ես չեմ կարա մենակ այս ամեն ինչը անեմ։ Նոր երեխեքի մեջից էլի մի քանի հոգի վազելով եկան, քաշեցինք, հանեցինք այդ երեխեքին, հանգցրեցինք կրակը, բուշլատները հանեցինք։ Ահավոր էր։ Հիմա կնշեմ մեր զոհված տղերքի անունները։ Հայկ Իսայան, Մկրտիչ Գյուրեղյան, 4-րդ վաշտից, որը նույնպես իմ մեքենայում է եղել։ Ալբերտ Վլասյան, Գագիկ Ղուկասյան, Մարլեն Հարությունյան, Թաթուլ Հովանիսյան։ Թաթուլ Հովանիսյանը այս դեպքից մի քանի ժամ առաջ, երբ դեռ մեքենան պետք է նոր շարժվեր այս ուղղությամբ, մոտեցավ ինձ, սա ես ոչ շատ մարդու չեմ ասել, ցավոք Թաթուլի ծնողների հետ էլ չեմ հանդիպել, ինձ համար դա մեծ ցավ է, որովհետև եթե ես հանդիսանում ինչ որ մարդու ծնողի համար ցավի աղբյուր, ինձ համար դժվար է այդ մարդու հետ գնալ հանդիպելը, մինչև օրս ինձ մոտ ծնողներ են գալիս, ձեռքս բռնում են, ասում են պատմի մեր երեխու մասին, լացում են, հուզվում են, ես շատ վատ եմ ինձ զգում, չեմ կարող էմոցիաներս բացատրեմ, իմաստել չեմ տեսնում։ Թաթուլը մոտիկանում է ինձ, ասում է դու գիտես ես Նարեկին, Արշակյան Նարեկին, դասակյանդ, ասում է գիտես Նարեկին ոնց եմ սիրում, ասում գիտեմ ոնց չգիտեմ, ասում է բայց ուր գնաս, հետդ կգամ ու քո համար կմեռնեմ։ Ու մի քանի ժամ հետո գալիս է, որ ավտոնտարակի Թաթուլը անմահան է։ Դե ինձ բացատրեք 30 օրվա սերը ո՞րն է, որ 30 օր են ինձ ճանաչում, այնպես նոր թխված դասակերանտար եկել եմ հասել եմ Ջաբրայիլ, տղերքը նենց են ինձ ընդունել, որ պատրաստ են եղել այդ պատերազմական, այդ աննորմալ իրավիճակում, որտեղ որ 10 հոգու վրա 10 տանկ է գալիս ու իրանք ապուշ են, Էրնեստ, իրանք ապուշ են, իրանք չեն փախնում, իրանք մնում են, մեռնում են, իրանք տանկեր են խփում, հասկանու՞ս, դա նորմալ չի, մեր անձնազոհությունը դա է, որ մենք պատրաստ ենք հողի համար մեռնել, ու այս երեխեն ասում է, սիրո խոստովանությունը տենց է ալնում, նվիրվածության, որ 30 օր է մարդուն ճանաչում, ասում է, ես կգամ քո համար կմեռնեմ, ու գալիս մեռնում է, դե ապրի ես մտքով։ Վիրավորների ցանկում են Սերյոժա Սահակյանը, Փառք Աստծո կարողանում են փրկել, իրան եթե չեմ սխալվում, ուղղաթիռով են տեղափոխում Հայաստան, հանգցնում ենք Սերյոժայի վրա կրակը, Սերյոժա Համբարձումյանն է նույնպես վիրավորվում, Համբարձումն է ծանր վիրավորվածություն ստանում, փրկվում է Արմանը Խանվելյան, ներեցեք, Արմանը Խանվելյան մեր ֆելդշերներից մեկը եւս ծանր վիրավորվում է, տղեն էլ ողջ այսօր Հակոբ Նեգեղամյան վիրավորվում թևից, Հակոբը իդեպ Ռուսաստանի Դաշնությունից էր եկել ու ինքնակամ եկել էր Հայաստանի Հանրապետությունում ծառայելու։ Գնացել էր ՊԲ, ինչպես տեսակ։ Ինչպես նաև Դավիթը Սասունյան, իմ լավագույն զինվորներից մեկը, նա բեկորային վիրավորվածություն է ստանում ոտքերի հատվածում, բայց հրաժարվում է նստել շտապօգնության մեքենա ու մինչև պատերազմի վերջը բեկորները ոտքերի մեջ մնում է այդ տղեն։ Այդ այնց տղերք էլ կային։ Հիմա ողջ է։ Ողջ են։ Աստված պահի։ Այո։ Բոլորին։ Կոտոյան Օնիկը ազգությամբ եզդի է։ Ես Կոտոյան Օնիկի ծնողների հորեղբոր, ընկերների, հարազատների հետ բազմիցս պատերազմից հետո հանդիպել եմ։ Ու մինչև օրս ցավոք չենք կարողանում, չգիտեմ, Կոտոյան Օնիկի մարմինը երևի չեն հասցրել տեղ, բայց Կոտոյան Օնիկը հենց ԱԹՍ-ի սնարյադը, ԱԹՍ-ի այդ արկը կպել էր Կոտոյան Օնիկին։ Ու Կոտոյան Օնիկը իր բարի կերպարով, կոպիտ ասած, ովքեր որ խորքում էին նստած, այն վիրավորված տղերքը որ կային են 7 հոգին որ չէին զոհվել, Կոտոյան Օնիկի շնորհիվ է որ չեն զոհվել։ Կոտոյան Օնիկը չկար, կարելի է ասել համարյա չկար։ Իսկ այն երեխեքը բեկորայինով ողջ մնացին։ Կոտոյան Օնիկի օրհշնակն էր սա։ Այս է հերոսություն։ Մարմնով իր անգերներին պաշտպանել էր։ Ուրեմն խելագարվել կարելի է։ Մոտենում է մեզ շտապօգնության մեքենան, այդտեղ մի հատ անտանելի կրակ է, հակառակորդը դեր շարունակում է հրետակոծությունը, ականանետեր են մեր ուղղվածությամբ կրակում, այնպիսի խուճապային վիճակ է, որ կրկին դիմում եմ ավտոմատի օգնությանը եւ ավտոմատով այսպես կանգնում եմ շտապօգնության դեմը, որովհետեւ ամեն արկ գցելուց շտապօգնությունը առանց վիրավորներին ամբողջությամբ իր մեջ տեղակայելով շարժվում էր։ Իսկ ես չէի կարող 3 հոգի վիրավոր տեղակայել, մեջը 4 հոգին մնար իմ մոտ առնակամը լներ։
ավտոմատով կանգնում ու գոռում եմ, ասում եմ, թե մեքենան մի մետր անգամ տեղից շարժվի, բոլորիդ կսպանեմ։ Այսպես ավտոմատով կանգնում եմ, մինչև երեխեքին վառված, վիրավորված, կուրացած լցնում են մեքենայի մեջ ու նոր ասում շարժվեք։ Նոր շտապօգնության մեքենան շարժվում է եւ երեխեքին բարով խերով տանում հասցնում փրկում են։ Երբ որ մոտովս ավտոբուս է անցնում, դե ծանրակաշա չէ ավտոբուսը։ Կներեք իմ ռուսական բառապաշարի համար, ցավոք Ռուսաստանում եմ հասունացման տարիներս անցկացրել, լեզուս շատ է այթակում, ռուսերեն բառը շատ եմ օգտագործում, հիմա էլ պետք է օգտագործեմ։ Տարմազնոյ կալոտկեքի հոտը, երբ որ ես ավտոբուսից զգում եմ, ինձ այս դրվագն է հիշացնում, որովհետև ես այստեղ 4 օր շարունակ երեխեքի հետ, մեր վաշտի, 5-րդ վաշտի, 4-րդ վաշտի, առաջի գումարտակի, 4-րդ գումարտակի հետ, այս տարածքը, որ պաշտպանել ենք, մեր վաշտը այս տրաքած մեքենայից 50 մետր հեռավորության վրա է դիրք պահել։ Ու այդ հոտի մասին ես չեմ ուզում խոսամ։ Իմ մոտ այդ ֆլեշբեքերն է։ Ես հոտը առնում եմ, միանգամից մի հատ ինչ-որ աննորմալ վիճակ է մոտս։ Միանգամից այդ կադրերն է գալիս, որովհետև այդ տարմազնոյ կալոտկի հոտը ինձ է դա հիշացնում։ Վառված մեքենայի, վառված երեխեքի, պայթյունի, վառոդի հոտ։ Կադրերի մասին չեմ խոսում։ Բարձրանում ենք 6-րդ վաշտը, 4-րդ վաշտի հետ մեկտեղ տեղակայվում է այստեղ։ Ինչպես նաև մեր հարևանությամբ տեղակայված է Բողոնդապետ Արսեն Խաչատրյանի գումարտակը, որոնք որ նույնպես փառահեղ կռիվ են տվել, հակառակորդի մեծականակ զորքեր են ոչնչացրել ու տեխնիկա են ոչնչացրել։ Մեր թիկունքը պաշտպանում է Բողոնդապետ Արման Կոստանյանը, Կոստո են ասում իրեն, ինքը շատ հայտնի տղա է, նույնպես մարտական խաչի ասպետ է, ինչպես նաև Բողոնդապետ Արսեն Խաչատրյանը։ Այս տղեկի սխրագործությունների մասին խոսացեք։ Ոչ թե չկռվելու։ Իսկ ինչի չեն խոսում։ Խոսում են, բայց քիչ են խոսում, ավելի շատ ինչպես Էրնեստ ջան, մենք միշտ եթե ես 10 հոգու մասին պատմեմ, 2-ը սրիկա լինեն, մենք կենտրոնանալու ենք այդ 2 սրիկայի վրա։ Մեր ազգի հոգեբանությունը այդպես է։ Ես դրա համար եմ ասում, մեր հաղորդման նպատակը է եռապատման, հենց այդ հերոսությունների մասին, այդ հերոսությունները մատնանշելը, շեշտադրելը, այդ իրադարձությունների թողուբոհի մեջ, այդ դժոխքի միջով, ինչպես են մեր նվիրված սպաները, մեր երեխեքը անցել, որպեսզի մենք նորից պես հիմա ինչի է նպատակս ինչն էր, այդ դու գիտես, ես երբ որ կապ հաստատեցի քեզ այդ բոլորովին այլ թեմայով Սկորպիոնի, եւ մենք այսպես խոսեցինք, հասանք սրան ու միտք առաջացավ, որ մենք սենց հաղորդում անենք։ Նպատակը հետեւյալն էր, քանի որ այսօր նորից մոդայի կա դարձել չծառայելը կամ վախենալ ծառայելը։ Այսինքն մենք մոտավորապես են 80-ականների վերջ 90-ականների սկիզբ ենք տեղափոխվում։ Նորից ստիպել, որպեսզի այդ ոգին վերածնվի, որովհետև այդ ոգին չի մեռել, այդ երեխեքը էլի նույն երեխեքն են։ Հասկանում ես, որպեսզի մենք հասկանանք, թե որ իրականում այն, որ ասում են, դե լավ, ամեն ինչ անենք խաղաղություն լինի, մեկ է նորից այդ բանը չլինի։ Չի կարելի այդ ոգին կոտրել։ Արհեստականորեն չի կարելի կոտրել, որովհետև այս ազգը էլի նույն ազգն է։ Այս ազգը նույն կռվող, լեռնցի, խենթ ու խելառ ազգն է։ Այո, մենք դեգրադացման ճանապարհին ենք, բայց այդ ամեն ինչից կա փրկություն։ Փրկություն այդ ամեն ինչից կա։ Ճանապարհների մասին մի շատ հետաքրքիր անգամ կխոսենք, բայց այսօր չշեղվենք։ Ինչպես նաև կնշեմ, որ մեր անձնակազմի հետ շնորհակալ եմ, որ բարձրաձայնում ես, Էրնեստ ջան, դու իմ բերանով ես խոսում հաշվի։ Ինչ ասում ես, ես քո հետ լիովին համաձայն եմ։ Մենք ֆանտաստիկ ժամին մի նայի, չենք տեղավորելու մի ժամի մեջ։ Մենք ֆանտաստիկ երիտասարդ սերունդ ունենք։ Այդ երեխեքի մեջ ուղղակի կայծը կա, կրակն է պետք վառել։ Ինքը որ ասում է, ես չեմ ուզում ծառայեմ, ինքը չի հասկանում ինքը ինչ է ասում։ Այն լավ։ Ուրեմն ինչպես նաև կնշեմ կամավորականներին Աշոտին Դալլաքյան եւ Սերգեյին Հարությունյան, որոնք նույնպես տեղակայվում են այս դիրքերում ու մեզ կոլոսալ օգնություն են ցույց տալիս։ Մի քանի 100 մետր հեռավորության վրա 120 մմ-անոց մարտկոցն է տեղակայվում իմ լավ ընկեր Դավիթ Պետրոսյանը, իմ լավ ընկերն է, պատերազմը իրար հետ ենք անցել, այդտեղ է տեղակայվում իր մարտկոցով,
Ահա, այստեղ էլ տեղակայենք Դավիթին։ Ինչպես նաև մեր մոտակայքում էս ամեն ինչի ականատեսը լինում են մեր հրամանատարները արդեն այդ ժամանակահատվածում։ Արթուր Հովհաննիսյան, մեր նորանշանակ գումարտակի հրամանատարը, քանի որ մեր մինչև պատերազմական գործողությունները Արթուր Գրիգորյանն է եղել մեր գումարտակի հրամանատարը, հիանալի սպա, մեծատառով մարդ, մեծ սրտի տեր տղա, ով զինվորների մեջ տարբերություն չէր դնում, երեխեքի պես էր վերաբերվում։ Ես շատ կարճ եմ ճանաչել այդ մարդուն, փառք իրեն, բայց ինքը իմ հիշողություններից դուրս չի գալիս։ Արթուրը ցավոք վիրավորվում է, թե չեմ սխալվում, հոկտեմբերի 2-ին ոտքը կորցնում է։ Եվ այդքան ժամանակ մենք գումարտակի հրամանտար չունեինք։ Հովհաննես Սավակյանի շնորհիվ հայրս զրուցում են նրա հետ հադրութում եւ գալիս են մի եզրահանգման, որ կամավորականների հետ եկած Արթուր Հովհաննիսյանը, ով որ տարածաշրջանի շատ լավ տիրապետում էր, քանի որ ջրականի սպա է եղել, նա է ամենալավ ինչպես ասեմ, նա է ամենալավ կադրը, ով որ կարող է լինել գումարտակի հրամանատար։ Ինչպես նաև Արթուր Ալավերդյանը 120 մմ-անոց ականետային մարտկոցի հրամանատարն է, ում արդեն դնում են շտաբի պետ, գումարտակի շտաբի պետ։ Ինչպես նաև Նարեկ Արշակյանը, ով որ այդ ժամանակ արդեն նշանակվել է 6-րդ վաշտի հրամանատար, քանի որ նախորդ օրը 5-րդ վաշտի հետ տեղակայվելով զոհվել է մեր 6-րդ վաշտի հրամանատար Սևակ Բազունցը։ Այսպես մարդիկ զոհվում էին, փոխարինում էին, որպեսզի բանակը կառավարվեր, ղեկավարվեր ճիշտ։ Ուրեմն, այստեղ կհրապարակենք նաև 5-րդ վաշտի նկարը։ Տեսեք, այս դիրքերում տեղակայված է 6-րդ վաշտի։ Հովհաննիսյան Արթուրի նկարը ունենք հիմա։ Ունենք հիմա, էկրանից չեմ ուզում շեղվեմ, կտեղակայեմ, կտեսնես։ Շատ լավ, որովհետև ծանոթ են ազգանը, եթե մոնթեական ա եղել, ես ունեցել եմ սան։ Միգուցե։ Չէ, Էրնեստ ջան, քո տարիքի է։ Հա, չէ, քո տարիքի է։ Համակնում է ուղղակի։ Ուրեմն 5-րդ վաշտի նկարը այստեղ կրապարակենք, ինչ է ստացվում, այս 6-րդ վաշտ, 4-րդ վաշտ այստեղ ենք, մեզանից մի քանի 100 մետր հեռավորության վրա Դավիթն է իր անձնակազմով եւ մեզանից մոտ մի 600-700 մետր հեռավորության վրա մեր դիմաց տեղակայվում է 5-րդ վաշտը, որտեղ որ ես նշեցի, մեր վաշտի հրամանտարը զոհվել էր նախորդ օրը։ Տեղակայվել էր նաև Ռաֆայել Սարգսյանը, որը արդեն 5-րդ վաշտի հրամանատարն էր, ինչպես նաև դասակի հրամանտար Սարգիս Մանուկյանը եւ զինվորներից դասակի հրամանատար դարձած Նայիրի Նաջարյանը։ Նայիրին որ տեսնեիք, թե ինքը ինչ փորձ չունենալով ինչպիսի պրոֆեսիոնալ ձևով էր ղեկավարում անձնակազմը, դուք այսենց հոտնկայս ծափ կտայք, կասեիք, այստեղուն պաշտոն տվեք, թող դառնա վաշտի, հետո գումարտակի հրամանատար։ Պատերազմի դաշտում անենց է իրան դրսևորել, դասակի հրամանատար են տվել։ Ես էլ իմ անձնակազմում զինվորներ ունեմ։ Իրանց անունը կնշեմ։ Նայիրին կա, կնշեմ։ Ուրեմն առավոտյան այնց վաղ ժամի մինչև մեր այդտեղ հասնելը մեկ օր առաջ հայրս, Ռաֆայելը, Սարգսյան, Սևակը Բազունց եւ Սարգիսը Մանուկյան նստում են հաց են ուտում։ Սրանց ականանետը, չգիտեմ, ամենայն հավանականությամբ ԱԹՍ-ի տված կոորդինատով տեսնում որ այդտեղ նստած են, հացը ուտում վերջացնում են, ինչ որ պահի տակ հեռախոսով ուզում են զանգել, զրուցել, այդտեղ միանգամից սնարադը ընկնում է։ Ռաֆայելը ծանր վիրավորում է, թևը պոկվելու վրա էր արդեն։ Մանուկյան Սարգիսը թեթև բեկորային է վիրավորվում, Սևակ Բազունցը զոհվում է եւ հայրս բեկորային վիրավորվածություն է ստանում գլխի այդ քներակների շրջանում։ Ուրեմն դատերաբեմը այսպես է։ Քանի որ նոր այդ պայթած ուազից հետո պետք է բարձրանանք դիրքավորվեինք, այստեղ գտանք մեր հակառակորդի, գտանքը որն է։ Ուղարկավորեցինք հակառակորդին եւ իր մոտից գտանք փաստաթղթեր, բլոկնոտներ, որտեղ որ կան հեռախոսահամարներ, հրամանատարների անուններ, մեր հարևան երկրների հեռախոսահամարներ, մեր այլ հարևան երկրների կոդերով սկսվող հեռախոսահամարներ, որոնք որ ամենայն հավանականությամբ փոխգործակցում էին իրենց ագենտուրայի միջոցով։ Ես այս փաստաթղթերը չեմ պատրաստվում հիմա ցույց տալ այստեղ, կամ որ ցույց տամ բլուր կանեմ, որտեղ գաղտնի են։ Ես մի քանի օր առաջ այդ փաստաթղթերը փոխանցել եմ ազգային անվտանգության ծառայությանը։ Այնտեղ կուսումնասիրեն, կհասկանան որքան է օգտակար եւ կհասկանան ինչ է իրականում կատարվել։ Ընդհանրապես ցույց չենք տա, որովհետեւ որ գաղտնի է։
Երկուսին էլ հուղարկավորում ենք այնտեղ, ինչևէ, ուրեմն այդ մի քանի օրերի ընթացքում մենք ամսի 13-ից մինչև ամսի 16-ն ենք գտնվել այս տարածաշրջանում, այսպես տխուր նոտայի վրա չշարունակենք, մենք նաև հակառակորդին ենք մեծ կորուստներ պատճառել։ Ուրեմն հորս գտնվելու դիրքերում, որտեղ որ 5-րդ վաշտն էր տեղակայված, 18-19 տարեկան երեխեքը խոցել են զրահապատ մեքենա, Axum Max, ես անցած վիդեոյի մեջ ցույց տվեցի, որ ուզբեկական արտադրության եւ 4-ականի են լինում, եւ 6-ականի են լինում, երկար զրահափոխադրիչ է, անձնակազմը այդտեղ են փորձում, սպեցնազ են տեղափոխում, դրան են այդ մի տեխնիկան են ոչնչացնում, որից հետո, սա մի հոգի անում իդեպ, որից հետո նույն միջոցով, հակատանկային նռնականետով ոչնչացնում է տանկ։ Ես ուզում եմ այդ տղու անունը նշեմ, Էդգարը Ասատրյան, որը որ գումարտակի, եթե լավագույնը չէ, ապա լավագույններից մեկն էր, որը հակատանկային նռնականետին այդպես պրոֆեսիոնալ կերպով տիրապետում էր։ Գիտես ինչպես էր անում Էրնեստ։ Նռնականետի արկի հետագիծը ուղիղ չէ, փամփուշտինն էլ ուղիղ չէ, գնում եւ կախվում է։ Նայ, այս երեխեն մի հատ զրահամեքենա է ոչնչացնում։ Այդ տանկի ցեփին է խփում, տանկը թողում փախնում գնում են սրանք։ Պապայինք ասում են գիշերը գնանք, մտնենք տանկը, թեքենք այդ դրանց ուղղությամբ կրակենք, չենք կարողանում գնալ, կրակում են։ Այդ տանկն է ոչնչացնում։ 2 հատ դասակ է ոչնչացնում։ Անձնակազմ, որը փորձում է մենակով իր ԶՀՆ-ով։ Դե տղերքն էլ կրակում են գնդացրերով, բայց ԶՀՆ-ն կրակում է բեկորային, ոչնչացնում է այդ անձնակազմերին։ 2 դասակ ոչնչացրել է, տանկը ոչնչացրել է։ Խնդրեմ, ես այդ դասակի տեղակայման վայրերն էլ ցույց կտամ։ Ես միանգամից հարցերը տալիս եմ ողջա տղեն։ Իհարկե, այո, Լենինականցի տղա է։ Բրավո։ Մեծ սրտով։ Բրավո։ 2 դասակներ են ոչնչացնում։ Բազում անգամներ հակառակորդը փորձում էր գար այս ուղղությամբ, սակայն չենք թողնում։ Մի դասակ էլ ոչնչացնում է Պետրոսյան Դավիթը, որը որ տեղակայված է իմ կողքի բլրի վրա։ Ինչն էր ամենահետաքրքիրը, որ ականանետային մարտկոցի սպան գերազանց տիրապետում էր PK գնդացրին ու ստացվում է, որ մենք որ պիխոտայից էինք, այսինքն հետևակից էինք, հրետանավորներին PK-ի փամփուշտ էինք տանում համալրում։ Գիշերը մի լավ դեպքը պատմեմ ձեզ, ինչպես նաև նույն սխրագործություններով աչքի է ընկնում առաջին գումարտակը, որը այս սեկտորն է պաշտպանում, եւ 4-րդ գումարտակը, հանձինս փոխգնդապետ Արման Կոստանյանի եւ Արսեն Խաչատրյանի։ Ուրեմն, այդ գիշերային փամփուշտի ճանապարհներից ձեզ պատմեմ, կապ է տալիս Դավիթը, ասում է ինձ զուռնադահոլ է պետք, այդպես էինք կոդերով խոսում, ասեցի հասկացա։ Փամփուշտները տենց վերցնում ենք, գնում ենք ու իմ հետ նաև 120 մմ-անոց մարտկոցից Գրիգորյան Համլետն է գալիս, ակնոցներով շատ ամաչկոտ խելոք տղա էր։ Այդ երեխու հետ գնում ենք, փամփուշտները տանում ենք, մոլորվում ենք, մի քանի ժամ մեզ չեն կարողանում գտնել։ Դե գիշերը Էրնեստ այնպիսի մութ էր, որ եթե այս նոթբուքի հեռավորությունը տեսնում եք, գիշերը չէինք տեսնում, այսինքն իրար դեմ կանգնում էինք, աստղեր, երկինք, ոչ մի բան չկար, մութ։ Այդ երեխու հետ տանում ենք, փամփուշտները հասցնում ենք, Դավիթը մեզ կապ է տալի, թեթև լույսեր տալով կանչում է, փրկվում ենք, ինչպես ասում են։ Ուրեմն, այս գործողություններից հետո մեր վրա նաև հակառակորդը սկսում է շարունակել աշխատել ականանետով, արդեն Հորադիզի ուղղությունից։ Դե առաջի վիրավորվածությունը հայրս թեթև է տանում, բայց երկրորդ անգամ տղաներից մեկին, եթե չեմ սխալվում, sense սնարադի ընկնելու ժամանակ դե լսում ես ձայնը։ Մինչև տրակելը մի հատ ձայնը կորում է, վակում է այդտեղ հայտնվում ու պայթում է։ Տղեկից մեկին վերցնում, շպրտում է ու երբ սնարադը ընկնում է, հայրս եւս մեկ անգամ գլխի ուղղությամբ վիրավորվում է։ Ես չեմ իմանում իհարկե սրա մասին, իրան դնում են մեքենան, տանում են բուժկետ։ Ուրեմն, այստեղ բունկերից նկարներ կհրապարակենք։ Ահա։ Դիրքերը, որպեսզի հասկանաք ինչ վիճակում են եղել, ես ձեզ ցույց կտամ պատերազմական գործողություններից առաջ եւ պատերազմական գործողություններից հետո։ Այսինքն մի քանի ամսվա տարբերությամբ, որպեսզի դուք հասկանաք այս դիրքերի վրա ինչերով են կրակել։ 120, 152 էդի ոչ մի բան էր։ Երբ որ ես առավոտյան տեսա, որ 5-րդ վաշտի դիրքի վրա ավիառումբ գցեցին, որի կրակը մի քանի հարգանի շենքի էր հասնում, սենց միանգամից առաջին բանը սեն էր, որ ասացի վերջ, տղեկը չկան։ Էրնեստ ոչ մի վիրավոր չկար։
Գիտես ինչի, որովհետև աղվեսաբներ էին փորում, մեր ամեն օր մեր հորդորը դա էր փորեք այդ անտեր աղվեսաբները, փորեք մտեք մեջները, որովհետև ԱԹՍ-ն, արկը, ցանկացած միջոց ոչ մի բան, ոչ մի վնաս չի կարողանում տալ։ Դե կորոնամ ես պետությունս այնքան աղքատ էր, որ դզոտներ չէին կարող սարքել, օրինակ ամրաշինություններ, բետոնի կամ բունկերներ։ Կային, Էրնեստ ջան, երևի քիչ չէին բավականացնում։ Կային։ Այդ ուղղությամբ կային լուրջ ես ասում։ Կային, նկարները կրա Այդ հրապարակ։ ժանգոտ փշալարը կոնսերվայի բանկայով փաթաթած, այդ ինչ էր 21-րդ դա։ Բուդիլնիկ։ Ուրեմն, այդ ավիառումբից ոչ մեկ չի տուժում, աբսոլյուտնը։ Ինչ է ստացվում։ Հորս ասում են, որ պետք է այդ բեկորները հանենք, որովհետև ինչ որ գանգրենա սկսվելու էս կողմենկում ու պետք է մնաս մի 3 օր։ Հերս հրաժարվում ասում են, ինչի 3 օր մնալ։ Մի անգամից նստում է հատ ուազա գողանում ու փորձում եմ մեր մոտ հետ գա։ Ճանապարհին զանգում է ինձ, ասում է, ինչա պետք, ինչ բերեմ։ Ու ես ասում եմ, որ այդ մութ գիշերում դե նայ, ես որպես դասակերանտար ինձ ջերմատեսիլ սարք էր հասնում, բայց այնքան վատ ջերմատեսիլ սարք էր, որ մի հատ կրակում էի անջատվում էր այդ վիբրացիայից։ Չնայած որ ինքը ստանդարտով պետք է ավելի շատ մեծ կիլոջոուլ էներգիա ընդունի ու չանջատվի։ Ասացի, որ կույր ենք հիմարի պես աչ ու ձախ ենք նայում, իբր թե հերթապահություն ենք տանում։ Ոչ մի բան չենք տեսնում։ Հակառակորդի հատուկ ջոկատայինը համալրված գիշեր այդ ամեն ինչը տեսնելով գալիս փորձում դիվերսիա անում, մենք ոչ մի բան չենք տեսնում։ Ոնց ասացի կարոս, խնդրում եմ ջերմատեսիլ սարք բեր։ Պապան նստում է այդ ուազը լցնում է պեկա գնդացիներով, կորդերով, ֆագոտներով, նռնականետերով եւ 2 հատ ջերմատեսիլ սարք։ Որտեղից է լցնում, որտեղ Բուշկետի մոտակայքից, այնտեղ ինչ-որ կետեր կային, որտեղ որ համալրում էին զենքերով, գնում է, ասում է, որ այստեղն եմ գնում, մեքենայի մեջ լցնում են ու քշում գալիս է այդտեղ, բեկորները գլխի մեջ։ Դե որ մեկը այդպես չեր անի, ոնց կարա մարդը նստի վիրահատվի, եթե իր երեխեքը վաշտը գումարտակ ու իր տղեն այնտեղ պատերազմի դաշտում է։ Ուրեմն հակառակորդը շարունակում է հորադիզի ուղղությունից D30-ով կրակ վարել այս դիրքերի վրա։ Այդ օրերի ընթացքում եւս մեկ հակառակորդի զրահամեքենա ենք ոչնչացնում, ինչպես նաև քշում ենք կարելի ասել։ Հակառակորդը մազով, դե կամազները որ կային բելարուսական տարբերակը մազն է։ Անձնակազմը լցնում է մազի մեջ ու քշելով, չգիտեմ, ինչի տակ էին իրանք։ Քշելով գալիս է դիրքի ուղղությամբ։ Պեկա գնդացրով այնքան են կրակում մաղում, այդ մեքենան այդտեղ տենց էլ մնում է։ Մի հատ էլ բժշկական ուազով էին փորձում մտնել, դրան ենք կանգնացնում այդտեղ։ Ուրեմն, այս անձնակազմը այստեղ ոչնչանում է, ամենահետաքրքիր դրվագներից մեկը։ Ամսի 15-ի գիշերն էր, եթե չեմ սխալվում, էլի մութ, ամենամութ գիշերներից մեկն էր։ Ուրեմն այս հնարամիտները գիշերով փոքր խմբով փորձում են թիկունք մտնել արդեն իմ դիրքերի, որովհետև գիշերը ժամը 5-ն է, արդեն sense լուսադեմ է սկսվում ու դե բան էին կանում, երեխեքով հերթապահում էին, գնում գալիս ենք, մեկ էլ թեքվեմ տեսնեմ ինչ որ sense լույս է վառվում, անջատվում, ոնց որ զաժիգալկայի փուճուր լույս լինի։ Ամենայն հավանականությամբ sense դիմացը լուսավորելով գնում էին։ Կապ եմ տալիս, ճշտում ասում տղերք, որ մի աննորմալն է գիշերը շարժանում թիկունքիս հետևը։ Ու հասկանում ենք, որ ոչ ոք։ Ու այդ պահին միանգամից վազելով գնում ենք հենց դիրքի ամենածայրին կանգնում ենք, որպեսզի մեր կրակը ավելի էֆեկտիվ լինի ու հասկանում ենք, որ դա հակառակորդ է։ Խոմով Աշոտը, որը եւս իր սխրագործությունների համար հետագայում ստանալու է դասակի երանտարի կոչում, զինվոր։ Այս երեխեն Գեղամը Գալստյանի իմ RPK-ից, այն որ անցած անգամ ցույց տվեցի, տիպուկահարը կրակել էր, փամփուշտը այսպես աչքի կողքով անցել էր։ Դավիթ Մանուչարյան, Ռեմբո են ասում այդ տուն, հիմա կպատնեմ ինչի համար, որովհետև մի պահ հասկացել էր, որ ուժերի հարաբերակցությունը շատ մեծ է, ու մենք չենք հասցնի ֆիզիկապես դիմակայել, ասեց այդ սունկեն գրանատները լցրա, այդ համ տրակեմ։ 18 տարեկան տղեն։ Իրաչակատագիր է ինձ։ Բոլորը կան։ Ուրեմն այստեղ էլ վիդեո կհրապարակեմ Խոմովը ինչպես է գնդացրով ոչնչացնում այդ անձնակազմին, աջակցում են նաև Ռեմբոն, Գեղամը, Սենիկը Խուրշուդյան։
Եվ կուզեմ նշեմ այն տղերքի անունները, ում շնորհիվ մենք այս դիրքերը կարողացել ենք պահել։ Իրանք չեն քնել գիշերները, իրանք ինձ օգնել են անձնակազմը ղեկավարել։ Իրանք այդ հոտի մեջ, իրանք ընկերների, դիակները իրանք աչքերի առաջ պաշտպանել են այս դիրքերը։ Սենիկը Խուրշուդյան, ով որ առավոտյան մեքենայի տրաքելու հաջորդ օրը, երբ որ Տարմազնոյի դիսկերը դեռ ալ կարմիր էին, նենց էր վառվել, փոշիացել մեքենան։ Իջելա մեքենայի մոտորը քանդելա այդ հոտի մեջ, յուղը հանել, բերելա երեխեքի ավտոմատները մաքրելա այդ տղեն, այդ վիրավորներ փրկող տղեն։ Պատերազմի առաջի օրը վիրավոր ընկերոջը 2 կիլոմետր մեջքին շալակած տարած տղեն։ Զոհվելա։ Սենիկը զոհվելա։ Արայիկը Մացոյան, շնորհակալ եմ եւս իրան, Արմենը Բարսամյան, Դավիթը Սասունյան, վիրավոր տղեն, որ ասկոլոչնին ոտերի մեջ, Օնիկը, որ իր մարմնով պաշտպանել էր, խորքում էր նստած Սասունյան Դավոն։ Մնաց ու չգնաց։ Այդ տղուն եմ շնորհակալ ես։ Ինչպես նաև Սերգո Բազինյանին։ Այս տարածաշրջանում բավական է խոսենք, անցնենք մեր հաջորդ լոկալ գործողություններին, որը ավելի ենք խորացել Ֆիզուլի։ Ուրեմն 6-րդ, 5-րդ, 4-րդ վաշտի եւ 120 մմ-անոց ականանետային մարտկոցի անձնակազմները գտնվում են Կարախամբեյլի գյուղի մոտակայքում գտնվող Գարվանդ կամ Կարվենդ գյուղի դիրքերից մեկում ենք։ Այնպես է ստացվում, որ մենք շարժ ենք անում, որպեսզի գնանք ավելի նորմալ դիրքեր զբաղեցնենք, դե Էրնեստ ջան, 90-ականների մնացած դիրքերն են, որ արդեն աճել էին, էլի, զարսլի, ինչ ասես կարել, հնարավոր չէր դա որպես խրամատ օգտագործել։ Ավելի նոր փորված դիրք էինք փորձում գտնել ու հակառակորդի մի հատ կրակ է գալիս։ Ու մարտը սկսվում է այդտեղ։ Ուրեմն Կարախամբեյլի նկարը այստեղ կհրապարակեմ ես։ Հակառակորդը մեզանից գտնվում է մոտ մի 300-350 մետր հեռավորության վրա։ Շատ արագ ենք նկատում, ինչն է լավ, որ մեր դիրքերը ավելի բարձր էին, քան իրենցը, այդտեղ լքված այդ Գարվենդ կամ Քարվանդ գյուղի քանդու քարափ եղած շինությունների մոտ էին եկել պահկվել։ Ուրեմն հանդիպակաց կրակ է սկսում, բայց անձնակազմը մեծ էր, որովհետև ես մի օր առաջ գիշերը մազ գրուզավիկների 3 մազ գրուզավիկների շարժ էի տեսել։ Ամենայն հավանականությամբ սրանց էին բերել տեղակայել։ Ուրեմն մեր վրա աշխատում են 2 դիպուկահար, հատուկ ջոկատայիններ։ ՁՀՆ-ն վերցնում են, որպեսզի հակառակորդի գնդացրի ուղղությամբ կրակեմ բեկորային արկով եւ առաջի փամփուշտը կպնում է ինձ։ Բարեբախտաբար, դե տեսեք, հակատանկային նռնականը թե որ տեսնում ես, արագ ես փորձում ոչնչացնել, որտեղ ամենամեծ վնաս պատճառող անձնակազմից մեկն է։ Բախտս այնպես է բերվում, որ կրակում են, կպնում է թևիս, ու ես հասկանում եմ, որ ես կրակում, ստանալը չի գնում։ Ու նոր եմ հասկանում, որ ես թև չկա։ Այդպես ընկնում եմ մեջքի վրա ու այնպես էր պատտվել թևս մեջքիս հետևը, որ ես էսենց նայում, թևս չեմ տեսնում, ասում եմ լավ, պոկվեց թևս ու հելել եմ թևս եմ ման գալիս։ Նոր գոռում եմ տղերք, դիպուկահարը աշխատում, պարկեք, շուտ արեք, դիպուկահարը աշխատում ու թևս եմ սենց ման գալիս, սենց ապուշ իրավիճակ։ Վազելով Տիգրան Նազարյան գալիս ու ասում է այդ թևը չի պոկվել, թևը մեջքի հետևն է։ Նոր թևս թեքում է, բուշլատս հանում ենք, բրոնեժիլետս հանում ենք։ Որից հետո դիպուկահարը աշխատում է, ես վիրավորվում եմ։ Դիպուկահարը աշխատում է մեր անձնակազմի վրա, վիրավորվում է Գեղամը Գալստյան RPK-իստ աչքից։ Վիրավորվում է Բեկորային, որտեղ ականանետով էին մեր վրա կրակում, Սարգիսը Մանուկյան։ Բեկորային վիրավորվում է Սենիկը Խուրշուդյան, Սենոն մեր։ Լյուդվիկը Ավդալյան, ով որ արդեն իսկ ոտքերի հետ խնդիր ուներ Բեկորայինից, բայց էլի բուժկետ չէր գնացել։ Դավիթը Յանիկյան, Էդգարը Մկրտչյան, ով որ կամավորական էր, մոբով էր եկել Էդգարը Մկրտչյան։ Կողքս մի մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակից զոհվում է Արթուր Ալավերդյան շտաբի պետ, ով որ 120 մմ-անոց ականանետային մարտկոցի հրամանատարն է եղել։ Ու ինքը Դավիթը ու Արշակը Մարտիրոսյան այդ երեքով, հիշում ես, անցած հաղորդման դժոխքը, որ քեզ ցույց էի տալիս։ Իրանք երկուսով մինիմումն եմ ես քեզ ասում 20-ից ավել տեխնիկա են խոցել, մինիմումը։ Արթուրը կողքս վիրավորվում է։ Տիգրանն
վազելով գալիս ու տենց նայում է Արթուրն, ասում է չէ։ Արթուրը զոհվում է այդպես։ Հերոսաբար մարտի մեջ, հերոսաբար։ Վիրավորվում է, կներեք, զոհվում է Աշոտը Խոմով, ով որ արդեն դասակի հրամանատար էր ստացել։ Զոհվում է այն ժամանակ, երբ որ անձնակազմից վիրավորներ կային, մոտենում է այդ տղեկին վիրավորներին հանի, դիպուկահարը սպանում է։ Դիպուկահարը այդպես էր աշխատում, վիրավորում էր, որպեսզի մոտեկանա իր օգնություն ցույց տար, խփում էր։ Զոհվում էր դիպուկահարներից մեկը նաև Գարիկ Աղասյան, նորից օգնություն ցույց տալու ժամանակ։ Մեր ֆելշերներից մեկը Ջանիկը Նազարյան զոհվում է։ Արմենն Նախանգալձյան զոհվում։ Մայիսը էլի հերոս տղա օգնություն ցույց տալու ժամանակ զոհվում է։ Զոհվում է կամավոր Սերգեյ Հարությունյանը։ Տիգրանը Նազարյան ֆելշեր գալիս է ու այս զոհերի ու վիրավորների քանակը նայի, այդ մի հատ ֆելշեր երեխան է մնացել։ Որ մեկին անի, որ մեկին օգնի։ Մի կերպ ոռնալով գնում ենք, հասնում ենք այդ ՈՒԱԶ շտապօգնության մեքենան ու մարտը դեռ շարունակվում է, ոչ թե տենց պապան պետք է իր տղուն վերցներ տաներ փրկեր, մարտը շարունակվում է, ուրեմն կսպասես այնքան, մինչև մարտը կվերջանա, բոլոր վիրավորներին կնստենք մեքենան, կգնանք։ Մի քանի հոգով, 7-8 հոգով նստում ենք այդ մեքենան, հակառակորդի կրակի տակ շարժվում ենք դեպի Մարտունու հոսպիտալ։ Այդտեղ հասցնում են ինձ բուժօգնություն ցույց տալիս Ուկրաինայից թե Ռուսաստանի Դաշնությունից չեմ հիշում ժամանած Իվան Դան Մանվելովիչ հայազգի, բայց ազգանունը փոխած բժիշկ էր։ Երբ որ մայկաս կտրտեց, որ արդեն ձեռքս պետքա վիրահատեն, ասեցի անունը տասա էլի։ Ասեց Իվան Դան, ասեցի ես չեմ մոռանա ձեզ։ Ինքը բազում կյանքեր է փրկել այդ բժիշկը։ Ուրեմն վիրավորներին պապան տանում է, հասցնում է այնտեղ, վերադառնում է, մարտը նորից է էլի թեժանում։ Հակառակորդը ականանետով կծված պիկապ մեքենա է բերում, իսրայելական, կոչվում է մեկ վարքյան, այստեղ պետքա լիներ, Պլասան։ Ուրեմն ինչ է այստեղ ստացվում, երբ որ պապան հետ է գալիս ու ասում է էլի վիրավորներ կան, էլի տանենք, ստացվում է, որ մնացած վիրավորներին մենք մի հատ շատ լավ կամավոր ունեինք, Հուսիկ էր այդ տղու անունը, Հովակիմյան, Էդգարի հետ էր եկել, մոբ, կներեք, կամավոր չէ։ Այդ տղան պատասխանատվությունը վերցնում է իր վրա, որ ինքը պետքա տանի Մարտունու հոսպիտալ, ցավոք շփոթվում են ճանապարհը սխալ ուղղությամբ են մտնում, ընկնում են հակառակորդի ուղիղ կրակի տակ, նռնականետով խփում են մեքենային ու զոհվում է մեր դասակի հրանտար Սարգիսը Մանուկյան, զոհվում է վիրավոր Սենիկը Խուրշուդյան, զոհվում է մոբից Էդգարը Մկրտչյան, զոհվում է Հուսիկը Հովակիմյան ու վիրավոր Լյուդվիկ Ավդալյան։ 5 հոգով զոհվում են։ Այսա տեղանքը ամենայն հավանականությամբ ճանապարհը այսպես են սխալ մտել, որտեղ պետքա Ֆիզուլ ու այս ջրամբարի ուղղությունով գնա այն Մարտունի, սխալ են արել, աչ են մտել ու ընկել են հակառակորդի ուղիղ կրակի տակ։ Այդպես անմահանում են։ Հայրս վերադառնում է նորից մարտի դաշտ ու 3 օր այս սրանց հետ մարտը շարունակվում, ամսի 21-ից մինչև ամսի 23-ը, 21, 22, 23։ Հավելյալ ուժեր են գալիս, ոչնչացնում ենք, հավելյալ ուժեր են գալիս, ոչնչացնում ենք։ Շարունակաբար համալրվում է։ Համալրվում է նաև իմ ասած ականանետով պիկապով, իսրայելական։ Ականանետն է սկսում մեր վրա կրակել։ Ուրեմն մարտի 2-րդ օրը, այդ մարտը որ տեղի ունենում հոկտեմբերի 22-ին, վերջապես գիշերակացին գտնում ենք, ես էլ չկամ, ինձ արդեն տարել են։ Սա Դավիթն է ինձ պատմել, Մարտկոցի սպա։ Դիպուկահարը երբ որ կրակում է մեր ուղղությամբ, բոցը երևում է այդ հասկանում են որտեղ է, այդտեղ նռնականետը կախում են մեջը ու սատկացնում են դրան, որ այդքան մեր երեխեքին որ այդ վիրավորել էր ու սպանել էր։ Հետո ֆագոտով ենք հակառակորդի վրա աշխատում, հակառակորդի հավելյալ ուժերը ոչնչացնում ենք ու 3 օր շարունակ հակառակորդի հետ այսպես կռվում ենք, ինքը ուժեր է բերում, սպանում ենք, ոչնչացնում ենք, վիրավորներ ենք տալիս, ինքը բերում է։ Հիմա Այն որ ասում է ոնց կլինի առանց product placement-ի։ Ես 2021 թվականից որ Վահան Իսաջանյանի հետ աշխատում եմ
որպեսզի ինձ անենք Սկորպիոնը մտնի բանակ, սրա համար եմ ասում, որ այս տարածաշրջանում մի հատիկ զրահապատ Սկորպիոն լիներ, դիպուկահարը չէր խփի, այսքան մարդ չէր վիրավորվի, կամ վիրավորները կլինեին պակաս, կամ հավելալուժերը կխոցվեին ավելի էֆեկտիվ կերպով։ Մի հատ երկաթի կտոր որ լիներ, լրիվ ուրիշ։ Ինչ ես խոսում։ Էդվարդ, բա գինու փառատոն կա, գարեջրի փառատոն կա, մեկը աստղեր են գալիս, այն որ ասում ես ինչի, այդ սաղ արած դրածա մնացել է, այդ գիտես ինչ են ասում, դա պետք է, դա մեր երկրի այցեքարտն է։ Արա ձեր երկրի այցեքարտը դա չի։ Ձեր երկրի այցեքարտը պաշտպանվածությունն է։ Այս արհեստական ինտելեկտով, այս նորագույն տեխնոլոգիաներն է, որ այդ երեխեքը հայր դառնան, սերունդ ծնեն, որ այդ երեխեքը ծաղկացնեն, շենացնեն այս երկիրը, վերջ-վերջը մաքրեն այն վատից, այն որ կա, այն որ նստած է շատերի մեջ, այն հոգու մեջ, այն սրտի մեջ։ Խոսքը դրա մասին է։ Բա ոնց կլինի։ Բա փառատոններ սիրող ազգ ենք մենք, հասկանում ես։ Փառատոններ սիրող, բայց տառապող ազգ ենք։ Էդ էլ կա, հասկանում ես, որովհետև այստեղ այն խրախճանք ժանտախտի ժամանակ ես սիրում եմ այդ բառակապակցությունը։ Բա համերգներ, բա լցրեք, բա կերեք, խմեք, քեֆ արեք։ Ես ասում չէ նոյեմբերի պատմել եմ նոյեմբերի 9-ի հաջորդ օրը ինչը։ Բա պետք է քեֆ անես, ու մաս կյանքը շարունակա։ Արա ինչ կյանք։ Լուրջ կյանքը շարունակ։ Բայց կյանքը գիտեք ո՞նց պիտի շարունակվի։ Կյանքը պիտի շարունակվի, երբ որ դու կորցրածդ շենացնես, ծնկած վիճակից կանգնես, որ չէ ծնկած ասես բանն է, ինչ են երգում այն մոդայիկ, աշխարհը մերն է։ Դե երգեք։ Սկորպիոնը Աշխարհը խալի է ոտից տակ։ Հա, դե Սկորպիոնն էլ թող մնա։ Չգիտեմ, տենց լիքը կան էլի, օրինակ Ղումաշյան կորյուն են սարքած, Տիգրան Մեծի հրամանատարներ, Վարժանի տնօրեններ, իրանք էլ ունեն ինչ-որ բան։ Մարդիկ, ում գիտեմ, իրանց եմ ասում, բազմաթիվ կան, տղեկ դու էլ գիտես։ Մեկինը մի քիչ էս սենց, մեկինը մի քիչ նենց, մեկինը կիսատ, մեկինը լրիվ, դրանք օրինակներ են, որոնց շուրջ կարելի է աշխատել, փորձագիտական խումբ ասի եղբայր, դու ես զարգացրու, այս կոմոդ չի ստացում, մի քիչ ավելացրու կբերես, այս կանենք, այն կանենք, չէ։ Էրնեստ ջան, դրա գիտակցությունը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ելնենք գնանք զինվորի տուն, ու այդ երեխեքին նայենք, առանց ով Ով գնա այդ։ Ես ու դու, չգիտեմ, ախպեր, չգիտեմ։ Ես ու դու գնանք, դրանից ինչ է փոխվելու։ Այդ ձերս համար, որ գնում էի ասեղնաբուժության, տոկերի ու զրթուզիբիլի, ես ամաչում էի, որ ես ընդեղ եմ։ Այդ նայ, ես 12 սերունդ ճանապարհել եմ ապագա սպաների հերոս երեխեքի եմ ճանապարհել ու հավատա պատերազմից, մինչև պատերազմն էլ քարորիայի ժամանակ եւ այլն, անենց պատմություններ են այդ երեխեքի ինձ պատմել։ Ես սպա ունեի, Աբարանից էր այդ տղեն, երբ որ մի թեթև ստորագրությամբ քարվաճառը հանձնեցին, այդ երեխան զանգել անդեղից ինձ, ասում է պապայի արև ես չեմ տալի, լացում է, ինքը Աբարանցի, գիտես ինչ էր անում այդ տղեն, ես անունը միտումնավոր չեմ տա, իրա համար զուտ չեմ տա, այդ երեխան երբ որ սան էր, 100-անոց մեխը գիտես, սենց դնում էր տախտակի վրա, սենց բութ մատով սխում էր ներս էր մտնում, թաթը այսքան էր, ինքը պատկերացնում էր սասունցու մշեցու սերունդ էր, էլի, ու ֆանատ հայրենաս էր, զանգելս, լացելս ու պարոն Շաբյան, հորս արև ես չեմ տալի ոչ մի բան, տալիս են, ես չեմ տալիս, ու տես բազմաթիվ դեպքեր կան, բազմաթիվ, ես տեսել եմ, ես սաներ եմ ունեցել, որ այդ օրերին գնացել եմ հոսպիտալներ, տեսել եմ ինչ վիճակում են, խենթանալու բան է, բայց գիտակցողը մենք ենք, այդ գիտակցողը գիտես ով է, այդ նախաձեռնությանը առաջ տանողը, պետությունը, որպես այդպիսին։ Եթե դու կարծում ես սա մի օր պիտի բացահայտվի, մենք էլ բանն ենք, հրեշտակներն ենք, որ սա բացահայտում ենք։ Okay, մենք շատ վատ ենք վարվել, շատ։ Ամեն ինչ կարանք ասենք, գույները թանձրացնենք, չթանձրացնենք, էսրան մեղադրեք են դրանք, արդեն վերջ։ Մի էջ փագել ենք։ Մի էջ փագել ենք ու նորից ողբալու ենք, ես ենք անում, հերվից շատ սիրունա, ոնց, բա, շուշի ենք կորցրել, կարսը կորցրինք, արա այդ ինչ սիրունա։ Բա այդ ուղությամբ ինչ պետք է անես։ Եղելա, պետք է շարունակես։
Թե նորից պիտի ասենք մեզ դրոն պետք չի, մենք գրանատամյոտով կկռվենք, չէ մեզ սամալյոտ պետք չի, մենք կարանք դրոններով աշխատենք, մենք փոցխով կաշխատենք, չգիտեմ։ Ավտոմատով էր ԱԹՍ խփում։ Հա։ ԶՀՆ-ն դու խնդալու է ԶՀՆ-ն այսօր, հասկանում ես, ձերքի հակատանկային նռնականը 40 մմ-անոց, այսօր տեխնիկա չի ոչնչացնում։ Ես հիշում եմ երջանկա հիշատակ Կարեն Վարդանյանին, ելքից այդ մարդը քան ասեց, ամեն աստծու օր այդ մարդը ասում էր, այ ձեր ցավը տանեմ, սարքեք այդ։ Ես իմ միջոցներով, իմ տղերքի միջոցներով այսքան եմ կարացել, ավելին արեք, էդ էլ չարեցի։ Ոչ նրանք, ոչ սրանք, ոչ նրանք, ոչ սրանք։ Հիմա մենք ինչի մասին ենք խոսում։ Փառատոններ պետք է անես, հա, ոչ չանես։ Ուր հասանք այդ։ Էլի ցավոտ դրվագներ ունենք։ Այս տարածաշրջանից, այս անաստուններին ոչնչացնելուց հետո երեխեքը ոտքով շարժվում են դեպի Մարտունի։ Հեսա կասեմ դիստանցիան ինչքան է։ 36 կիլոմետր։ Այսքանից հետո ով մնացել է։ Շարժվում են Մարտունի։ Մարտունուց հետո շարժվում են Քերթ գյուղ։ Ամսի 20, կներեք, ամսի 13-ին իմ Ուրալը պայթեց, իմ անձնակազմից զոհեր ունեցանք, ամսի 21-ին էստեղ զոհեր ունեցանք, 22-ին, 23-ին։ Ամսի 27-ին էլ Քերթ գյուղում Պետրոսյան Դավիթի իմ լավ ընկերոջ 120 մմ-անոց ականնետային մարտկոցի սպայի Ուրալն են պայթացնում։ Զոհվում են ջրականում թշնամուն ոչնչացրած տղերքը։ Զոհվում է կամավորական Ղարաբաղից Ռոբա էին ասում։ Ռոբա հոպարնա տարիքով մի 60 չկար, մի 50 անց էր։ Այդ մարդն է զոհվում, ով որ իր հողի համար կռվում էր, ոչ թե գյուղում չգիտեր դպրոցում հանկապարտեզը որտեղ է։ Տենում ես կոնտրաստը։ Զոհվում է 120 մմ-անոցից Վահե Ադյանը, Արթուրը Գրիգորյան, Սամվելը Մնացականյան, Ալեքսեյ Հովանեսյան, հզորներից ամենաուժեղ տղեկից մեկը Հովանեսյան Ալեքսեյն էր 120 մմ-անոց ականատից։ Արմենը Մինասյան զոհվում է, Մխիթարը Աղաբեկյան զոհվում է, Էդգարը Մհերյան զոհվում է, Սարգիսը Գևորգյան զոհվում է, Համլետը Գրիգորյան ակնոցներով են խելոք երեխեն, որի հետ փամփուշտ էր տանում Դավոյին, այդ երեխեն էր զոհվում։ Վիրավորվում է Արտյոմը Ալավերդյան, Գոռ Պողոսյան, Լավրենտը Սարգսյան ու Սերգեյը Համբարձումյան։ Զոհերի թիվը չգիտեմ արդեն ինչքան ասեմ, 10-ից ավելի զոհ ունեցանք։ Մեքենայի նկարները կա, ցույց տալու բան չի, խոսալու բան չի։ Всё։ Ջրականի անկումը ավարտվեց։ Այս էր իմ պատմությունը։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Ես գիտեմ, մենք այն ինչ որ զրուցում ենք եթերից դուրս, այն հույզերը, այն ապրումները, որ դու ունենում ես, ես հավատացնում եմ ձեզ, Էդոն տեղափոխում է լրիվ ուրիշ կյանք։ Իրանց տեղից անջատում ես, մենք այս կարճ ժամանակում հասցրինք ընկերանալ, իսկապես աստվածային բան կար էս մեր ծանոթության մեջ։ Էդոին ստեղ անջատում ես ու ինքը տեղափոխվում է անդե, ու ինքն հենց է պատմում, որ ես զգում եմ ինքը անդեղ է, ինքը հələ կռվում է։ Այդ սինդրոմը երկար, ոչ թե երկար ամբողջ կյանքում չի անցնելու, դա վստահ եմ, բայց գիտեք ինչն էր էս եռապատման, մենք փորձեցինք եռապատում դարձնենք, որովհետև երկար կարող ենք շարունակել։ Սա դրվագ էր մի զորամասից, որը հերոսական կատարել է իր պարտականությունը, իր սխրանքը, իր մարտական առաջադրանքը։ Սրանք երեխեք են, որոնք գնացել են անձնվիրաբար ծառայելու, սրանք երեխեք են, որոնք չեն գնացել այլ բարքեր բանակ տանելու, սրանք երեխեք են, որոնք օգնել են մեկը մյուսին, սիրել են մեկը մյուսին, բացի նրանից, որ հողն են սիրել, գիտակցել են ինչ բանա մարտական ընկերը, սրանք սպաներ են, որոնցով պետք է զարգանար այս բանակը, բայց այդ տեսակը զոհվեց։
Հիմա եկեք էլի ես միշտ մեր այս 3 հաղորդումների ժամանակ միշտ այդ հարցը ասում ենք, չէ, հետևորդներին հետևություններ արեք ինքներդ, եզրակացություններ արեք ինքներդ։ Մենք երբեք, եթե նկատեցիք, ոչ մեկի ճամբարից չխոսեցինք, մենք նկարագրեցինք այն, ինչ ունեցել ենք։ Նույնիսկ այս ամենավատ իրավիճակում, ինչի եմ ամենավատ ասում, որովհետև այս երեխեքն ու այս սպաները իրավունք ունեին լինելու պաշտպանված ամեն ինչով, զենքով, զինամթերքով, եթե իրանք ձեռքի տակ ունեցածով են սենց հերոսական մարտեր վարել, հոլիվուդյան բլոկբասթերների նման, որ կասես լավ, դե ֆանտաստիկա է, հետևաբար պատկերացրեք, եթե այս ժողովուրդը, այս տղերքը, այս հերոսները ունենային մարտի, ժամանակակից մարտի համար բոլոր միջոցները և ունենային այն բարձրագույն ղեկավարությունը, որոնք քարտեզները տենց նստած պետքա որոշումներ կայացնեին։ Ինչու պարտվեցինք, ես թեպետ սա պարտություն չեմ համարում բանակի, էլի եմ ասում, որովհետև այո, գլոբալ առումով մենք պարտվել ենք, մենք կորցրել ենք այն ինչի համար 90 թվականին Մոնթեն, Լեոնիդը, մնացած հերոսները, Բեկորը և բոլոր մնացած մեր հերոսները տվեցին ամենաթանկն ու տվեցին մեզ, որպեսզի մենք կառուցենք, բայց կառուցելու փոխարեն վիլաներ կառուցեցին, գործարաններ կառուցեցին, հյուրանոցներ կառուցեցին և վերջում էլ այդ ամեն ինչը սիրուն փաթեթավորմամբ տվեցին թշնամուն։ Ինձ մինչև հիմա տանջում է մի շատ բան կարևոր։ Շատ զորամասեր իրենց տեխնիկաներով, զորամասի պահեստներով, սիրուն, հանձնել են, սիրուն ու գնացել։ Մենք տեսանք, հա, այդ էքսպո կոչված պարադը, զորահանդեսը թշնամու, թե ինչեր են վերցրել և այլն և այլն։ Չեմ ուզում շատ խորանալ ու հոգիները պղտորել, բայց սա ևս մեկ օրինակ է վերաիմաստավորելու։ Ուր ենք գնում։ Այդ մասին ես առանձին հաղորդում իհարկե կանեմ, թե ուր ենք գնում, բայց այս հերոսական դրվագներով ուզում եմ, որպեսզի հնարավորինս շատ տարածեք, հարգելի հետևորդներ, որպեսզի հասկանաք, որ հայի գենը նույնն է։ Ինչպես Էդուարդը ասեց, այդ գենին պետքա նորից կայծ տալ, այդ երեխեք էլի նույն առյուծ երեխեքն են։ Այդ իրավիճակը, որը ստեղծվել է, անդառնալի իրավիճակ ասել ու նստել ու ասել ողբալու նորից վերցնել այդ զոհի շապիկը ու ասել մենք ողորմացեք մեջ, տենց չի լինում։ Դու պետքա ուժ ունենաս, դու պետքա այս սերունդին նորից դաստիարակես այդ ոգով, ոչ թե ասես Նժդեհը ֆաշիզմ էր քարոզում, այլ պետք ասես ոչ, էսա Նժդեհը ցեղ էր քարոզում, ազգ էր քարոզում։ Դու պետքա նորից այդ բոցը վառես բոլորի սրտերում, մանկապարտեզից դպրոցից սկսած մինչև որտեղ։ Ու նորից փորձես կանգնել։ Մեջքդ շտկել, կանգնել, որովհետև այլ ճանապարհ այս իրավիճակում, այս ժամանակաշրջանում, որտեղ նոր կարգեր է հաստատում, մենք ուղղակի իրավունք չունենք ոչինչ անելու։ Դե Էրնեստ ջան, տեսնում ես այսօր ինչա կատարվում աշխարհում։ Ես ուզում եմ լավատեսական նոտայով ավարտենք, անկեղծ եմ ասում, ցավալի է ինչ որ կատարվում է, ես չեմ ուզում այս հաղորդման հետ խառնել, շատ լիքը ցավալի է։ Մակարդակին պետք չի իջնել, հա, բայց հավատացեք, ամեն ինչ չի որ կորած է, որովհետև ամեն ինչ շտկելի է։ Պետք չի ուղղակի նույն սխալները անել։ Շնորհակալ եմ քեզ այդ քո մարտական ընկերներին, բոլոր նրանց, ովքեր այսօր կան, կենթանի են, մի մասը վիրավոր, մի մասը հաշմանդամ, բայց կենթանի են, Աստված իրենց բազկին զորություն տա, իրենց ծնողներին փառք ու պատիվ։ Ովքեր կան, ովքեր զոհվեցին, ես խոնարհում եմ իրենց բոլորի առաջ, իրենց ծնողներին փառք ու պատիվ, իրենց փառք ու պատիվ, իրենց շնորհիվ է, որ մենք այսօր կանք դեռ շնչում ենք, իմ որպես հոգու պարտք ես հիշում ես ինչու առաջարկեցի այս ոդկասթների շարքը անենք, որպեսզի բարձրաձայնենք բոլոր այն երեխեքին, բոլոր այն սպաներին, որոնց անունները ուղղակի չի նշվել այս պատերազմին։ Ինչ պատճառներով։ Խնդրում եմ ձեզ հարգելի հետևորդներ, եթե գիտեք նման պատմություններ, գիտեք տենց մարդկանց, որոնք կենթանի են, զոհվել են ցավոք սրտի, բայց ունեն նման դրվագներ, բարձրաձայնեք, գրեք, մենք կհրապարակենք, խոստանում եմ բոլորին հատիկ,
մենք իրավունք չունենք։ Ես շատ վաղուց չեմ գնում եռաբլուր, անկեղծ եմ ասում։ Որովհետև ես որ վերջին անգամ գնացի, ես արդեն խելագարվում էի։ Բլուր չկար, այնտեղ բլուր չկա։ Ես ամաչեցի այնտեղ, անկեղծ եմ ասում։ Մի խոսքով, շատ շնորհակալ եմ, այդ մենք հույս ունեմ, ելի մենք Ես եմ շնորհակալ Էրնեստ ջան։ հետաքրքիր թեմաներով զրուցելու, ինչ-որ բան, եթե ունես ավելացնելու, խնդրեմ։ Ներողություն եմ խնդրում, թույլ տուր մի հատ էլ տղերքի անունները կարդամ։ Ես իմ շնորհակալությունն էլ հայտնեմ, որ այս անուն ազգանունները նկարներով, այս երեխեքի դեմքերը դաջվեն ձեր ուղեղների, ձեր հոգիների մեջ, որ ոչ մի քաղաքական, ներքաղաքական, ոչ մի տենց պարակտման, ոչ մի բանի չենթարկվեք։ Իմացեք, որ ձեր երեխեքի շնորհիվ է, որ մենք այսօր կանք։ Ես այսօր կամ ու իմ ֆունկցիան եմ համարում գամ այդ երեխեքի անունները տամ։ Ինձ այդ համբուշտը ծուռա կպել Սենիկի օգնությամբ, Օնիկի օգնությամբ, Ռեմբոյի օգնությամբ, Գեղամի օգնությամբ, այդ երեխեքի շնորհիվ է, որ ես այսօր արժանացել եմ, չգիտեմ, էսի արժանանալ չի, էլի։ Այնտեղ հաստատ ավելի լավ է։ Մենք ստեղ էլ տառապում, տանջվում ենք այդ ամեն ինչը հիշելով, իրանց համար հաստատ այնտեղ, որտեղ որ այդ երեխեքը գտնվում են, իրանց համար ավելի լավ է։ Շնորհակալ եմ Մացոյան Արայիկին, Արմեն Բարսամյանին, Դավիթ Սասունյանին, Դավիթ Մանուչարյանին, Սերգո Բազենյանին, Հակոբ Գեղամյանին, Կարեն Խաչիկյանին, Գագիկ Դանելյանին, Գեղամ Գալստյանին, Տիգրան Նազարյանին, մեր ֆելդշեր, ինչքան կյանք է փրկել, Սենիկ Խուրշուդյանին, այս անունը անգիր սովորեք, Թաթուլ Հովանիսյանին, Օնիկ Կոտոյանին, ով իր մարմնով փրկեց իր ընկերներին։ Շնորհակալ եմ նաև Վազգեն Սարգսյան համալսարանի իմ սպաներին, Արմեն Քալանթայանին, քարտեզագրության դասախոսին, ում շնորհիվ ես գիտելիք եմ ձեռք բերել, սա կարողանում եմ ցույց տալ, որպեսզի դուք հասկանաք։ Կրակային ամբիոնի դասախոս Արտյոմ Կիրակոսյանին, ով որ ինձ սովորեցրել է կրակել բանակում բոլոր զինատեսակներից։ Մարտավարության դասախոս շատ սիրելի Արմեն Ղազայանից։ Մարտավարության դասախոս, պատերազմի մասնակից եւ ծանր վիրավորված, ով որ Հովանես Ավագյանի նահատակը տեսել է Շուշիի մատույցներում հոկտեմբերի, ներեցեք, նոյեմբերի 7-ին բանակիտ ՊԲ-ի փոխնախարարը ինկասացիայի ավտոյով գնում է մտնում է Շուշի, զոհվում է, էդ էլ իմացի, ինկասացիայի ավտոյով։ Գուշ Ցոլակյանին, մարտավարության դասախոս, Վաշտի բոլոր սպաներին, ովքեր մեզ իրանց չափով, թե լավ, թե վատ, կրթել են։ Անձամբ շնորհակալ եմ նաև մեր դասակեր անտառներ Սամվել Թաթոյանին եւ Նարեկ Հակոբյանին, ինչու եմ ես իրենց անունները մատնանշում, ոչ հերս են, ոչ օրողպերս են։ Պատերազմի լուրը լսելուց Վազգեն Սարգսյանում առաջիններն են, առաջիններից մեկն են, ովքեր հելել են, միանգամից գնացել են մարտի դաշտ։ Առանց կասկածել, առանց բյուրոկրատիա, վայ ես կաբինետ ունեմ, վայ ես դասախոս ունեմ։ Եվ շնորհակալ եմ Հովանես Ավագյանին, ով որ ինձ համար զինվորականի եւ հոր ամենաբարձր օրինակն է եղել։ Ես իմ հորս պես այդ մարդուն ընդունում եմ ու այսենց շարունակելու եմ պատմել իմ երեխեքին, իմ հարազատներին, որ այսենց մարդ եմ ճանաչել ու այդ մարդը ունենալով 3 դուստր ու նորածին դուստր նստել է մեքենան ու գնացել է Շուշի զոհվելու, պաշտպանելու հայրենիքը։ Շնորհակալ եմ բոլոր ծնողներին, որ սենց երեխեք են ունեցել, այս երեխեքի շնորհիվ մենք դեռ գոյատևում ենք, մենք չենք հանձնվում, մենք շատ անելու բան ունենք, խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալություն։ Շնորհակալություն, այսքան հետաքրքիր լայնածավալ իսկապես ուսումնասիրության եւ աշխատանքի համար ծափահարում եմ քեզ, որովհետեւ Շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցին, Էրնեստ ջան, սա մեջս կար։ Դու թույլ տվեցիր, որ սա ցույց տանք։ Ես տենց բանով զազրախոսությամբ չզբաղվեմ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ, որ քո անձնական ժամանակդ, միջոցներդ հատկացրեցիր սրան, որովհետև սա քո համար էլ է արժեք։ Սա հաղորդում չի։ Սա արժեք է, սա ամենակիչն է, որը մենք կարող ենք անել, որը անում ենք եւ դեռ էլի պետք է անենք։ Հարգելի հետևորդներ, բաժանորդագրվեք, հավանեք, կիսվեք մեկնաբանություններում, կիսվեք նաև ձեր տպավորություններով, ձեր կարծիքներով, եթե համագործակցության առաջարկներ կլինեն հեռախոսահամարը կա, եթե կցանկանաք աջակցել ալիքին,
Patreon-ում կարող եք աջակցել, նաև էլի կարող եք զանգել։ Այսքան այս երրապատման մասին, ես խոստանում եմ ավելի հաճախ հանդիպենք տարբեր թեմաներով, անկախ դրանից կլինի ոդկասթի ժանրում թե ոչ, բայց մենք անընդհատ ակտիվ ենք լինելու, անդրադառնալու ենք ամենահետաքրքիր, ամենակարևոր թեմաներին, թե ուսուցողական, թե ներկա իրավիճակի ու եւս մեկ անգամ ուզում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր լսում են, հիշեն շատ կարևոր բան։ Իմ ոդկասթը, իմ նախագիծը բացառապես պատկանում է ինձ եւ ոչ մեկին։ Եվ ոչ մեկի պատվեր չի կատարում, ոչ մեկի դուդուկի տակ չի պարում, չի երգում եւ ոչ մեկի ասեղը չի թելում։ Բացառապես նպատակս բարձրացնել հայի ոգին, անել այն, ինչը այսօր պակասում է մեր հասարակությանը։ Շնորհակալություն, կհանդիպենք։